Բարևներ, այսօր ունենք տենց երկու իրար հետ ոչ կապ չունեցող թեմա, որոշ չափով, լիստերի ու ստրինգների մեթոդներ, այդ զուտ ոնց որ կուսումնասիրենք մի քանի հատ տենց կընդլայնենք մեր գործիքների գրադարանը աշխատելիս լիստերի ու ստրինգերի հետ, հետո մյուս կտորը կլինի ինչ-որ բաներ ավելի կարճ, ավելի էլեգանտ անելու մասին, նախ ոնց որ կնայենք ոնց կարանք if-երը ավելի կարճ ու էլեգանտ գրենք ու ոնց կարանք ցիկլերը, որոնք որ ինչ-որ հավաքածուի մեջ էլեմենտներ են ավելացնում, իրանց ոնց կարանք ավելի կարճ գրենք, անունով ասած տերնարի օպերատորներ ու list comprehension ուսումնասիրենք, եթե տակը ժամանակ մնաց, կարող է մի հատ տերմինալը ուսումնասիրենք ինչ բանա, տենց մի քանի րոպե զուտ։ Այս առաջի կտորը հատկապես լինելու է շատ զուտ ոնց որ տենց ցույց տալու մակարդակի ու մենք ոնց որ ծաղկաքաղ ենք անելու մեթոդները, չենք դնելու բռնելու ամեն ինչ ուսումնասիրենք բոլոր ստրինգերի ցուցակները։ Իրանք այստեղ հավաքած կան, ու ստեղ բավականին հարմար է հավաքած, կարաք մտնեք կտեսնեք բացատրություն, օրինակ ու կարաք կտեսնեք դուք ինքներդ էլ աշխատացնեք, տեսնեք ինչ է անում։ Ես խորհուրդ կտամ մի անգամ գոնե, այս կայքը ընդհանրապես լավ կայք է։ Ես խորհուրդ կտամ մի անգամ գոնե ոնց որ կարդալ ինչ է անում, որ իմանաք, որ տենց բաներ կա։ Այն հիմնական օգտագործողները ծաղկաքաղ արած, հիմա այսօր ես ներկայացնելու եմ, բայց կարելի է ամեն ինչ ինձ անտանալ։ Ռևանտ լսում եմ։ Հայկյան մի բան հարցնեմ, դուք կարող եք տենց կայք իմանաք, որ կոնկրետ կոդի բացատրությունը կոդով ոնց որ ֆունկցիայի բացատրությունը ոնց է գրած կոդը տենց ցույց տա էլի բացած տակը ոնց է էլի աշխատում։ Տենց մի հատ կայք կար, որ կոդի հենց աշխատանքի process-ը ցույց էր տալիս, տող արտող ինչ է կատարվում։ Այսինքն Visual Studio-ն որ մտնում ես, ինքը ցույց է տալի այդ ֆունկցիան ինչ է անում, տակը կոդը ինչ է աշխատում։ Ինչ կոդ է էլի այդ ֆունկցիայի տակ աշխատում։ Չէ, դե ինքնատենակ ուղղակի կտեսնենք, կարանք բացենք, տեսնենք թե ինչ կոդ է։ Ոնց է աշխատում այդ ֆունկցիան էլի։ Դե այդ ոնց որ ցանկացած կոդ գրելու միջավայր պետքա տրամադրի։ Այսինքն կոդը sense տնից հասանելի է, ուղղակի ցույց է տալու, ուղղակի այդ կոդը բերելու է էլի իրա։ Այդտենց ինչ որ առանձին կայք դժվար թե լինի։ Ճիշտ առանձին կայք տենց ծանոթ չեմ դրանից, էլի ուղղակի ցանկացած կոդ գրելու միջավայր։ Հենաս գրեցին, մերսի։ Այս նա ինչ ման էի գալիս, մերսի, բայց այս ուրիշ բան էի հասկացել ես, բայց լավ, քանի խոսում ենք ցույց տամ, այսա իմաստն է, որ ինքը վիզուալիզացնում է, թե կոդը ոնց է աշխատում, foreign ranging, consent, այսր մի ատարակ ցույց տամ ու հետ գնք դասի, if in զույգա օրինակ, print e, else, print, կցանք զրո, ինքը այսենց, մի միտողով վիզուալ ցույց է տալու, թե ինչ է կատարվում, որտեղ աշխատեց, ուր գնաց, ինչ արեց, Լավ, բայց ես ուղղակի լրացիչ նշում, վերադառնանք դասին։ Այս ուղղությամբ դե կարաք անցնեք ուսումնասիրեք։ Մենք հիմա կաշխատենք հիմնականում այս 3 փոփոխականի հետ, անուն, որտեղ գրված է John ու այս John ու հաշը մեծատառն, ազգանուն, որը լրիվ փոքրատառ ու գրած է Smith, ու մեկ էլ մարդ, որը փոքրատառով գրած է John, բացած Smith։ Հիմա ոնց կարանք փոքրատառ դարձնենք սրան, եթե գրենք անուն get lower case-ի փոքրատառի փոքրն է ինքը, էլի ցածր դեպի։
տեսնենք, որ sense այս John-ը դառավ փոքրատառ էր։ Հիմա եթե այստեղ տպեմ get upper, դա էլ uppercase-ից է գալիս, կդառնա ամեն ինչ մեծատառ։ Այստեղ բայց նկատենք ժողովուրդ, որ այստեղ անունը էլի տպում եմ, ինքը էլի նույն ձևով ոնց սահմանվելու ժամանակ։ Այսինքն ճիշտ է այստեղ get lower եմ աշխատացրել, ու ինքը մեզ տպել է փոքրատառ տարբերակ, բայց ինքը փոփոխական չի փոխել դարձել փոքրատառ։ Եթե ուզենք որ փոփոխի, պետք է կոնկրետ ասենք, որ անունը հավասար է անուն get lower։ Այս դեպքում արդեն ինքը իսկականից կդառնա փոքրատառ։ Իսկ այս մեկը ուղղակի ոնց որ բռնում փոխում է ու փոխած տարբերակը տպում է։ Ճիշտ նեղությունը ուղղակի փոխած տարբերակը տպում է, ոչ թե փոխում է իսկականից փոփոխականը։ Եթե գրենք get title, ինքը կդարձնի իրան վերնագրի պես, այս մարդու վրա նկատում է, որ այս J-ն ու S-ը դառան մեծատառեր, իսկ ամեն բառի առաջի տառը դառավ մեծատառ։ Get capitalize-ն էլ ուղղակի ամենաառաջի տառն է մեծատառ դարձնելու ու մնա ուրիշ ոչ մի բան։ Ու մեկ էլ եթե հանկարծ, չգիտեմ, ինչ-որ բան տպելուց caps lock-ը միացրած ենք, բայց սա մեծատառերը փոքրատառ նեղել, մնացած փոքրատառերը մեծատառ, այդ մեծատառ փոքրատառ տեղերով կարելի է փոխել գրելով get swap case։ Swap նշանակում է տեղերով փոխի, case-ն էլ այդ մեծատառ փոքրատառի այդ ատառն է, էլի սենց ասած, ստեղ on ու n-ը դառան մեծատառներ։ Ստեղից ինչ որ հարց է, ժողովուրդ։ Okay։ Ուշեղ լսում եմ, մի վարքան, ինձ անեմ կրանակոսակ։ Լսում եմ։ Առաջին հարցը մի հատ այդ նախորդի հետ կապված, որ string-ների մեթոդներ եւ այլն կար պետքա սովորենք, ցույց տվեցիք։ Էդի W3 school-ն է ավելի լավ դրանից օգտվելու Python-ի մասին նոր բաներ սովորելու, թե Python-ket.org կայքը, այդ առաջինը, երկրորդն էլ ստեղ որ այս swap case-ը գրել ենք, ենթադրենք ինքը երկար բառ է, չգիտեմ, 20 տառանոց, այդ դեպքում ո՞նց ենք մենք ընտրում, որ տառերը փոխենք։ Չպետք է գրենք տառը, որով եք ուզում փոխենք, այդ դեպքը չհասկացա էլի, որտեղ մենակ գրելով այդ մեթոդը ինքը ոնց է հասկանալու, որն է փոխելու էլի, այդ չհասկացա այդ բառը։ Մերսի։ Առաջին հարցի հետ կապված ես հղում եմ դրել W3 school-ի, որովհետև այդտեղ բավականին կոմպակտ ներկայացված է, նույնին Python-ket.org-ով չեմ ծանոթացել, դրա համար չեմ կարող ասեմ, որն է ավելի լավ։ Կարող եմ ասեմ, որ որովը նայեք, օքեյ է ինձ թվում է։ Երկրորդ հարցի հետ կապված էլ ինքը ամբողջ string-ի վրա է կիրառվում։ Այսինքն ես այդտեղ չեմ նշում ինքը ինչ փոփոխի, ինքը ամեն ինչ ուղղակի փոփոխում է։ Ամեն մեծատառ դարձնում է փոքրատառ, ամեն փոքրատառ դարձնում է մեծատառ։ Okay։ Բարի, էլի հարցեր ժողովուրդ։ Լավ։ Նայենք ոնց կարանք ինչ որ սկիզբը ու վերջը ստուգենք փոփոխականի string-ի։ Այստեղ կաշխատենք պանիր get.com ու պանիր համով փոփոխականների հետ, որովհետև ես ամեր մտածել շատ վատ եմ։ Եթե ուզենք ստուգենք ինչ որ բան սկսում է կոնկրետ մեր մտածած բանով, թե չէ, ասենք օրինակ կայքը, այդ կայքը սկսում է www-ով, թե չէ, կամ http-ով կամ https-ով սկսում է, թե չէ։ Այդտենց ինչ որ բաներ օրինակ եթե ուզենք նայել, մի տարբերակ կարա լինի բռնել ձեռով, ասել օրինակ i-ի առաջին այսքան նիշը հավասար են այս տեքստին, թե չէ, բայց նաև կա starts with բան մեթոդը, ոնց որ ասենք սկսում է սրանով, թե չէ, ասենք a get start with պանիրը, կստուգի i-ի սկզբում պանիրը գրած, թե չէ։ Ու եթե ուզենանք հեռացնենք, ջնջենք, կգրենք remove prefix, նշանակում է հեռացրու նախածանցը։ Ու սա տեսնում ենք, որ այստեղ ասում է true, հետո այս հեռացրածը ասում է get.com, բայց այստեղ պետք է նկատել, որ եթե an հետո տպենք, ինքը մնալու է նույն կերպ, որովհետև էլի ոնց որ զուտ sense գրելը չի նշանակում, որ փոխում է, ուղղակի փոխած տարբերակն է մեզ վերադարձնում։ Եթե ուզենք իսկապես փոխենք, պետք է այստեղ ասենք անհավասարը, այ դրան նոր այդ ժամանակ իսկականից կփոխվի։ Այդ սա նույնից աշխատացնենք։
մեկ էլ վերջի հետ կապված, եթե ուզում ենք վերջը ստուգենք, այդտեղ էլ ends with-ն է, ասում ենք վերջանում է սրանով, թե չէ։ Ու remove suffix-ը կա համապատասխանաբար հեռացնելու համար, suffix-ն էլ արդեն վերջած անցնա։ Ահա, այս I-ի համար ասում է true, B-ի համար false, ահա, ստեղից էլ get.com-ը հեռացրեց։ Այս starts with-ի հավեսային է, որ ինքը նաև կարա աշխատի մի քանի բան կարա միանգամայն ստուգի։ Այսինքն ես կարամ ասեմ print a get start with, օրինակ եթե ինձ հետաքրքիր է ինքը www-ով սկսում է, կամ բանիրով, կամ http-ով, այս սրանցից գոնե ինչ-որ մեկով սկսում է, թե չէ։ Եթե ափսոս, պետք է ստեղ ոնց որ կլոր փակագծի մեջ գրենք, ոչ թե քառակուսի փակագծի մեջ, որ ինքը դրանք ստուգի։ Այս կլոր փակագծով թե ինչ է նշանակում, այդ մի քիչ հետո կանցնենք, մի քիչ հետո ասելս մյուս լեկցիային, ուղղակի ոնց որ լիստի ուրիշ վերսիա է, ասենց ասած։ Բայց իմացեք, որ ասենց գրելաձևով կարանք միանգամից մի քանի մուտք, մի քանի տարբերակի համար ստուգենք դրանցով սկսումը, թե չէ։ Ու նույնը իհարկե ավարտվելու հետ կապված։ Okay, մի հատ էլ թեմա արագ ասեմ, եթե ուզում ենք ստուգենք, թե ինչերից է բաղկացած, ստեղ ունենք փոփոխականներ, որ տառերից ու թվերից է բաղկացած, որ խառը ինչից ասես է բաղկացած, թվերը լավ լասնենք իրան, տառերից ու մենակ թվերից փոփոխականներ։ Եթե ուզենք մենք ստուգենք, որ ինքը թվային կամ տառային լինի, աշխատացնում ենք is all num հրամանը։ All-ը ալֆաբետիկից է գալիս, num-ը numeric-ից, այսինքն ստուգում ենք ինքը այբենական կամ թվային է, թե չէ։ Այսինքն իր ամեն էլեմենտը տենց է, թե չէ։ Օրինակ այս տառ թվի համար ինքը true է վերադարձնում, խառի համար false է վերադարձնում, որտեղ ստեղ նաև սիմվոլներ կան։ Բաներ կան, որ ոչ տառ են, ոչ թիվ։ Ու նման կերպով էլի տարբեր լիքը հրամաններ կա, ամեն ինչ չեմ ներառել։ Եթե մենակ այբենական ենք ուզում ստուգենք, կարանք ուղղակի ասենք is alpha։ Եթե ուզում ենք ստուգենք զուտ թվերից բաղկացած լինի, կարանք ասենք is digit ու թվերի համար ճիշտ կլինի, տառերի համար false։ Այդտենց, մինչև ստեղ հարցեր, ժողովուրդ։ Okay։ Հիմա մի հատ բան, որ բավականին հաճախ կարա կիրառվի, հատկապես profound-ի տնայիններում, եթե ուզում ենք ստուգենք, նավոչեն, եթե ուզում ենք տեքստը վերածենք ցուցակի ու կամ էլ ցուցակը վերածենք տեքստի, բայց ստեղ օրինակի համար, որ գրած է 3 տարբեր բարևելու ձևեր, ստեղ ասում եմ ողջույն բոլորին, բարևներ, պրիվետ, սա եթե ուզենք ցուցակ սարքենք, խելքի մոտ կլինի, որ ոնց որ առաջին էլեմենտը s լինի, երկրորդը s, երրորդը s, բայց եթե զուտ գրենք list a, ինքը իրան տպելու է ոնց որ ամեն մի տառը մի էլեմենտ, չէ՞։ Այդ ձևով, ստեղ b, a, r, e, v, n, e, r, ստորակետ, տ, որտեղ ինքը չի իմանա ոնց պետք է առանձնացվի։ Ոնց որ մարդը չգիտի, իրան ոչ էլ մեղադրելու է իրականում։ Ահա։ Բայց եթե ուզենք իրան արդեն բաժանենք ըստ ինչ-որ պրինցիպի, օրինակ ըստ բացատների, կարանք գրենք a get split։ Ունեք ինքը մեզ ինչ ցուցակ է տալիս։ 4 էլեմենտանոց ցուցակ է, առաջին էլեմենտը ողջույնն է, ողջույնից հետո բացատ կար, դրա համար հաջորդը դառել է բոլորին ստորակետը, դրա հաջորդը բարևներ ստորակետը, հետո պրիվետը։ Արդեն բավականին լավ է, սա։ Եթե մի հատ էլ հիշենք, որ ոնց որ մեր մոտ ստորակետ բացատով էր առանձնացված ամեն ինչ ու գրենք a get split ստորակետ բացատ, ահա, արդեն իդեալական կգա կասի առաջին էլեմենտը ողջույն բոլորինն է, երկրորդը բարևները, երրորդը էս մեր պրիվետը։ Ուտենց լավ կաշխատի։ Այսինքն ըստ լռելիային ինքը այստեղ կարևոր է ոչ թե ըստ բացատների է առանձնացնում, այլ ուղղակի ըստ ազատ տարածությունների։ Այսինքն օրինակ եթե ստեղ ունենամ 11, 2, 3 լիքը բացատ, ինչ որ էլի լիքը տարբեր բացատներ, նոր տող, տտ եւ այլն, ու այդ առանձնացնեմ, ու այդ split անեմ։ Ինքը էլի ամեն էլեմենտ առանձին կվերցնի, որտեղ ինքը նայելա զուտ ազատ տարածքներն է հեռացրել, ոչ թե հենց կոնկրետ մի հատիկ բացատ։ Մի խոսքով default-ով split-ը աշխատում է բաց տարածություններ հեռացնելով, բանով նշելով աշխատում է անենց ոնց առանձնացնում է ըստ նրա ինչ կնշենք։ Մի հատ սրա հակառակն էլ նայենք ու հարցեր լսեմ։
Հիմա թե ունենք ցուցակ բառերի, ցենց էլի նույն բառերը թող լինեն։ Ու ուզենք իրենց միացնենք, օրինակ վերակառուցենք այն առաջի string-ը, նախ ոնց որ string բառեր գրելը չի աշխատի, որտեղ ինքը զուտ այս ամեն ինչը կդնի ճակերտների մեջ, այսպես կանի զուտ։ Այսել դե ինչ մեզ պետք է։ Դրանից որ ասենք 0-րդ էլեմենտը ինքը տալու է, ասենք այս փակվող, բացվող փակագիծը։ Մեզ պետք է ինչ որ խելացի ձևով միավորել այս ամեն ինչը իրար։ Ու դրա համար օգտվում ենք հետևյալից։ Նախ ասում ենք ոնց որ ինչով ենք ուզում միավորենք, ասենք բացատներով ենք ուզում միավորենք այս ամեն մի էլեմենտ։ Գրում ենք բացատ, ահա, string-ը գրեցի, որտեղ զուտ բացատ է դրած։ Get join, ասում եմ, որ բառերը պետք է միավորես։ Հիմա սա որ աշխատացնեմ, տեսեք, տվեց ողջույն բոլորին, բացատ բառերներ, բացատ privet։ Այդ նման է նրան, թե ոնց է աշխատում, օրինակ, եթե print-ով ամեն մի էլեմենտը գրեինք ու ասեինք սեպը հավասար է բացատ։ Կարելի է ամեն մեկը վերցնելու էր, արանքում դնի ստեղ գրվածը ու տենց կպցնի իրար։ Այս join-ով կարանք տարբեր բաներ օրինակ գրենք, եթե ուզում ենք լրիվ այն սկզբնականը վերարտադրենք, ստորակետ բացատով պետք է ամեն ինչ միացնենք իրար։ Ստեղ դրեց ու ստեղ դրեց։ Բայց ոնց որ կարանք ամեն ինչով էլ միացնենք, էլի, ցանկացած string-ով օքեյ է։ Հարցեր ինչ որ ստեղից ժողովուրդ։ Լավ։ Եկեք chat-ում նամակ կա։ Python-ում regex օգտագործվում է հենց ներկառուցված գրադարանը, կարելի է գրել import re, re-ը նշանակում է regular expression։ Ահա, ոնց որ այդքանը պատասխանի։ Զուտ ոնց որ մենք չենք ուսումնասիրում հիմա, ավելի այնտենց թեթև մեթոդներն ենք ուսումնասիրում, բայց regex-ը իր ամբողջ ճկունությամբ Python-ում հասանելի է։ Okay։ Չգիտեմ ձեզ ոնց, բայց իմ մոտ այն ամենաօգտակար հրամաններից մեկը այդ կայքում control find-ն է։ Եկեք փորձենք իրան տեսնենք ոնց ենք Python-ով աշխատացնում։ Մինչև այդ, բայց նայենք տեսնենք ոնց կարանք հաշվենք, թե ինչ որ կոնկրետ string-ից ինչքան հատ կա ուրիշ string-ում։ Մենակ ստեղ ունենք ABC, BC ու լիքը A-եր։ Հիմա եթե ուզենք հաշվենք ստեղ քանի հատ A կա, կարանք ուղղակի ասենք S, ստեղ որտեղ փոփոխական S-ը string բառից, S get count ու ասենք A։ Սա կվերադառնի A-երի քանակը, ասում է 6 հատ A կա։ Բարդադիր չի մի տառման գանք, եթե օրինակ ուզենք նայենք, թե քանի հատ sense BC կա գրած, գանք ասենք S get count BC ու ինքը կասի, որ 2 հատ կա։ Հիմա փնտրելու հետ կապված, փնտրելու համար ունենք երկու տարբերակ, մեկը get find մեթոդն է, մեկը get index մեթոդը։ Ստեղ օրինակ ասեմ BC-ին մանարի։ Երկուսն են վերադարձին 1, որտեղ այս BC-ին սկսում է առաջին ինդեքսից։ 0 ու 1-ում 1-ից գտնվեց։ Հիմա բայց ինչի համար ունենալ երկու մեթոդ, որ նույն բանն է անում, տարբերությունը նա թե իրենք ոնց են վարվում, եթե չկա այդ էլեմենտը, որ ուզում ենք գտնենք։ Օրինակ d տառը չկա, այս get find-ը վերադառնում է -1։ Այս -1-ը նշանանրա, որ ասում է չեմ գտել։ Եթե գտներ, կասեր իր կոնկրետ ինդեքսը, հիմա չի գտել, ասում է -1։ Սա չի նշանակում, որ ասում է վերջից առաջին։ Այդ կարևորը։ Իսկ ոնց է վարվում ինդեքսը, այս ինդեքսը ճղայն ձյաձյան է իրանց մեջից, այս ինդեքսով եթե փնտրում ենք ու չենք գտնում ինչ-որ բան, ինքը կարմրում է, ջղայնանում է, ասում է արժեքի սխալ, ենթաստրինգը չի գտնվել։ Այն տարբերությունը դրա մեջ է, մեկը փափուկ ձևով է աշխատում, ուղղակի -1 ավերադարձնում, մյուսը ջղային ձևով է աշխատում, որը օգտագործել կախված է լինելու արդեն կոնկրետ խնդրից ու կոնկրետ նրանից, թե ինչքան կրիտիկական է, որ այդ էլեմենտը գտնվի մեջը։ Եթե չգտնվեց, չենք կարող շարունակենք աշխատանքը, ավելի տրամաբանական է այս ջղային մեթոդից օգտվելը, որ միանգամից կոդը գմփա։ Եթե ուղղակի դա չգտնվեց, կարելի է get find-ից օգտվել, որ զուտ -1 վերադառնի, մենք շարունակենք մեր կյանքը։ Okay։ Ու ոնց որ այս control F-ի հաջորդը control H-ն է, որտեղ որ ինչ որ փնտրած բանը փոխում ենք մեր ուզած արժեքով,
Այդ էլ անելու համար գրում ենք get replace։ Ստեղ օրինակ եթե ուզում եմ սա ռերը փոխեմ ռերով, ասում եմ get replace restore get re, բայց շուտ, եթե տպեմ էսը ինքը էլի փոխված չի լինելու։ Փոփոխությունը ֆիքսելու համար պետք է ասել էսը հավասար է դրան, որ կոնկրետ դառնա փոխված տարբերակ։ Մեկ էլ այս string-երի մեթոդների վերջի թեման ասեմ ու հարցեր լսեմ։ Եթե ունենք sense ինչ-որ լիքը բացատներ կամ լիքը ինչ-որ մի էլեմենտներ, որոնք որ ուզում ենք այս աճից ձախից կտրենք գնան, կարան գրենք s-get strip, եթե ոչ մի բան չգրենք, ինքը ուղղակի ազատ տարածություններից կազատվի։ Նայեք, ստեղ բացատները գնացին ու ստեղ էլ բացատները գնացին։ Իսկ եթե ստեղ ասենք գծիկները, օրինակ ուզում եմ գծիկներից ազատվեմ, կարամ գրեմ s-get strip ու իրան մուտքում տամ այս գծիկը։ Ինքը դեպքում արդեն այս երկրորդի համար ուղղակի գծիկներից կազատվի, բացատները կմնան։ Սա իրականում բավականին օգտակար լինի ու հենց համատաբար հասարակ հրաման է։ Ես օրինակ մի անգամ անիմաստ տանջվել եմ նրա վրա, որ մի հատ ինչ-որ մինի կայք ծրագիր էի սարքել, որ մարդուց մուտք էր վերցնում, ասենք անուն էր մուտք վերցնում ու պարզվել էր, որ երբ որ պատմության մեջից է ընտրում, որ սա վերցրու, ինքը ավտոմատ մի հատ բացատ էր կողքից դնում, բայց հետո երբ որ բազայում ման էի գալիս անուն բացատ կոմբինացիան, ինքը ոչ բան չէր գտնում ու ոչ մի արդյունք չէր տալիս, ես չէի յոգում կոդում ինչն եմ սխալ արել, պարզվել էր այդ բացատի հարցն է։ Որ մի հատիկ get strip գրելով միանգամից այդ խնդրը գնաց։ Ու կարա տենց բաներ լինի, որ ոնց որ զուտ ձախից աճից ինչ որ անիմաստ պրոբելների խնդիր ունենանք, դրա համար այս strip-ը կարա օգտակար լինի։ Ինքը ունի երկու ուրիշ վերսիա, L strip ու R strip։ Այդ նա որ ոնց որ մենակ ձախից հեռացնի կամ մենակ աճից հեռացնի, եկեք գծիկների օրինակով անենք ստեղ։ Ու ափսոս ընդհանուր բացատներ երևի ունենք։ Եկեք լավ, այս առաջի string-ը վերցնեմ։ Թող հենց բացատներով աշխատի։ Ներողություն։ Ստեղ էլ մոռացա բացատը դնում։ Այսինքն։ Կներեք, սա պետք է չգրեի։ Այս L strip-ը ձախից է բռնում հեռացնում ամեն ինչ, ստեղ աճից նկատում ենք, որ բացատներ կան։ Այս մեկն էլ R strip-ն է right։ Ձախից թողել է, աճից է հեռացրել, ու ինչ որ հրամաններ կա, որ էլի այս L ու R-ի նշելու հնարավորություն ունեն, դա կարակ այդ ընդհանուր ցանկը նայելուց ծանոթանանք։ Ու սրանք ոնց որ նշենք, որ ծերերից են աշխատում, էլի, եթե ուզենք ամեն ինչ հեռացնենք, ամեն տեղ հանդիպող, մենք բոլոր i-երը ջնջենք, այդտեղ արդեն կամ պետքա փորփրել ուրիշ ինչ-որ ֆունկցիա գտնել, կամ ասենք ձեռով դա կազմակերպել։ Լիստերի մեթոդներից հարցեր, ժողովուրդ, Հայկ լսում եմ։ Բարև ձեզ, մի քիչ միացա ճիշտն ասած, նախորդ դասից հիշում եմ, որ ասիկ string-երը չի կարելի փոփոխել, բայց այդտեղ գրվում է s-ը հավասար է s-get strip, այդ ոնց է արվում։ S-ը հավասար է s-get strip-ի ժամանակ փոխվում է փոփոխականը։ Այսինքն s դարակում գրված բանն է փոխվում, ոչ թե հենց s փոփոխականի արժեքը։ Այդ նախորդ դասին էլ մենք կարանք օրինակ գրենք ասենք անհավասար է ABC, մենք չենք կարող ասենք A1-ը հավասար է մենք օրինակի համար 4 տառին, բայց մենք կարանք հանգիստ ասենք անհավասար է A4C, չէ՞։ Հետո այս փոփոխականը սարքելուց մենք ուղղակի ոնց որ դարակի մեջ թազա string ենք դնում, ոչ թե այս եղած string-ը փոփոխում։ Դրա համար սա օքեյ է, որտեղ սա string-ի փոփոխություն չի, սա փոփոխականի փոփոխություն է։ Հասկացա, մերսի շատ։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Okay, նման կերպով, Ղևանդ նշում եմ։ Այ ջան, վերևը split-ը որ կա,
Հա, Այդ ամենասկզբի սպլիտերի R-ը չէ, սովորական սպլիտը։ Ստեղ իհարկե որ բացեք։ Հա, այս մեկը չէ, բանը այն բացատները հանելը խառնեցի։ Բացատները հանելներից պետք որ այնտեղ մի մաս կար ոնց որ բացատ չէր հանա։ Հա, ստրիպը խառնեցի կներեք։ Այդ ստրիպը ստեղ ներքևը բախի ամենակ սկզբի բացատը հանե առաջին տեքստից։ այս երկրորդը, որովհետև այս երկրորդ տողի մասին է խոսքը։ Առաջի ստրինգի մասն է խոսքը։ Հա, այս առաջի ստրինգը այս ցախից աչից լրիվ հանել է բացատները։ Ստեղ բացատ չկա, ստեղ բացատ չկա։ Մի քիչ այդքան չհասկացա հարցը։ Այդ երկու բառերի այդ ստորակից հետո օրերի բացատ կա, այդ ընթացքը բախի չի։ Ինքը հանում է մենակ ցախից ու մենակ աչից, այսինքն մենակ եզրերն է հանում։ Հա, հասկացա։ Արանքները չի հանում։ Արանքները չի հանում։ Հեղա մերսի։ Ձեզ մերսի։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay, դե գնացինք լիստեր դեպի, ստեղ էլի հողում է դրած դեպի այս նույն կայքում լիստերով հավաքածի համար, լիստերինը թութութու շատ չեն, 11 հատ են ոնց որ թե, մենք այս կոպիից բացի մնացածը այսօր կնայենք, բայց այս մեկը խորհուրդ կտամ, որ կարաք մտնեք ոնց որ ստեղ ուսումնասիրեք, չի խանգարի էլի երկրորդ կարծիք սենց ասած նայել։ Okay, մենք մի հատ մեթոդ իրականում արդեն սովորել ենք, այս append մեթոդն է, չէ՞։ Append գրելով մենք կարանք ցուցակին ավելացնենք կոնկրետ էլեմենտ, մի հատիկ էլեմենտ։ Ահա, օրինակ ստեղ որ ասում եմ ավելացրու այս ես ինչ պատահական փռշտացած բանը կլավիատուրայի վրա առաջ ավելացնում եմ, բայց եթե ասեմ մի քանի բան ավելացրու, ասենք 3 հատ էլեմենտ, բողոքելու է, ասել է այս append-ը մի արժեք է ստանում, դու 3-ն ես տվել։ Ոնց կարանք ավելացնենք ավելի շատ էլեմենտներ, ունենք երկու մոտեցում, մի մոտեցումը այդ ուղղակի ամենաբնական զուտ պլյուսիկ դնելն է, իսկ եթե ունենք այս առաջի ցուցակը, ուզում ենք իրան գումարենք այս երկրորդ ցուցակը, կարող զուտ գրենք մրգեր 1 գումարած մրգեր 2, բայց եթե մեթոդի ձևով ենք ուզում անել, պետք է ասենք get extend։ Extend նշանակում է ընդլայնել։ Ահա։ Նկատենք, որ ոնց որ այս extend գրելով մենք հենց ներողություն մենք միանգամից փոխում ենք այդ առաջի հրամանը, առաջի ցուցակը, որի վրա որ կիրառում ենք այդ extend-ը, այսինքն այս մրգեր 1 փոխվելու։ Իսկ բոլոր մրգեր գրելով, ներողություն, իսկ պլյուս գրելով, պետք է արդեն 0-ով հավասարացնենք ինչ-որ բանի, որտեղ ինքն այս չի ավտոմատ ինչ-որ բան փոխում է։ Օրինակ կարանք ստեղ ասենք մրգեր 1 հավասարասրան կստացվեր լրիվ էկվիվալենտ վերևի կոդին։ Ահա, 600 աշխատացնենք։ Այդ ներողություն։ Այսպես անեմ, շատ բան չլինի։ Ստեղ տեսնում ենք, որ այս երկուսը միավորեց իրար, դարավ խնձոր բանան սիմիրենկո տտ։ Իսկ այս բոլոր մրգերը եղավ այս արդեն միավորածի վրայից մի հատ է միավորած, ինչի, որովհետև մրգեր 1-ը փոխվել է այս 4-րդ տողը աշխատացնելուց հետո։ Ու 6-րդ տողում արդեն այս մրգեր 1-ի մրգեր 2-ով ընդլայնված տարբերակն ենք մենք մի հատ էլ բռնել ավելաց ընդլայնել։ Ու ստեղ ժողովուրդ կա վրա, որ մենք չենք ասում մրգեր 1-ը հավասար է սրան, այլ append-ի նման ուղղակի գրում ենք հենց հրամանի տեսքով, ասում ենք մրգեր 1-ը ընդլայնի մրգեր 2-ով։ Ավտոմատ փոխականը փոխվում է։ Okay, այս extend-ից եթե ուզենք ջնջենք բոլոր էլեմենտները ցուցակից ու ցուցակը բռնենք մաքրենք, կարող ենք մրգեր get clear, ինքը կդառնա դատարկ ցուցակ։ Հարություն լսում եմ։ Մի բան հարցնեմ, ստեղ չհասկացա այդ երկրորդը, որ արեցինք, պատասխանում խի սենց նշեց, էլի խնձոր բանան, ոնց որ ավել բան, էլի ավելացրեց։ Ավել չավելացրեց, ոնց որ առաջինում մրգեր 1-ը խնձոր բանն է, իրան Սիմիրենկո Golden ու մի խոսքով մի քանի բան ավելացրել ենք։ Մրգեր 1 get extend գրելուց հետո հիմա մրգեր 1-ին ավելացվել է այս ամեն ինչը։ Հիմա եթե 5-րդ տողում տպեմ մրգեր 1-ը
Ու եթե տառասխալ չանեմ, ինքը արդեն լինելու է այս ոնց որ այս երկու մրգերը իրար միավորած, որտեվ extend-ը տեղում փոխում է փոփոխա list-ը։ Միանգամից ավելացնում է իրան այդ էլեմենտները։ Ու հիմա 6-րդ տողում, որ ասում ենք մրգեր 1-ին ավելացրու մրգեր 2, ստացվում է, որ մենք արդեն այս ավելացված, այս underline-ված մրգեր 1-ին ենք ավելացնում մրգեր 2-ում եղածները, ու արդյունքում ստացվում է գումարվում է այս Simirenko Golden համով բանանը 2 անգամ։ Okay։ Նշում եմ։ Չէ, մեկը այս բա այդքան էլ լավ չհասկացա, նկատում եմ ոնց որ առաջին ու երկրորդ տարբերակները հասկանում եմ print-ը խիա տենց տպում, բայց այս վերջինը ոնց որ խիա էլի 2 անգամ տպում։ Okay, մրգեր 1-ը իր մեջ ինչ է պարունակում 5-րդ տողից սկսած։ 5-րդ տողից սկսած մի րոպե։ Այս դեպքում մենք ունենք նկատում եմ խնձոր բանան գումարած այս 3-ը իրար հետ, այսինքն ընդհանուր պետքա 5 հատ բառ լինի, բայց ոնց որ 5 բառից ավել է ստացվում, էլի այս վերջին print-ը կարող է ինչ որ ուրիշ բանի ա վերաբերվում։ Չէ, ուրիշ բանի չի վերաբերվում 5-րդ տողի դրությամբ 4 տողի աշխատելուց հետո։ Մրգեր 1-ը հավասար է լինում այս 5 էլեմենտին, չէ։ Ահա, լավ, всё, հասկացա, ես ուրիշ բան է, առանձին էի պատկերացնում, այն է փաստորեն ստացածին է գումարում, էլի։ Հենց այդ է։ Всё, հասկացա։ Ես էլ ասում եմ, այս խի է սենց երկար ստացվում, էլի, ոնց որ 5 պետք է, լավ, всё, հասկացա։ Աչա, շատ լավ է, որ սրա վրա նորմալ նայեցինք սա։ Ստե ոնց որ այս ոնց որ սենց է դրած այդ ընդգծելու համար են, որ այս տողը ավտոմատ մրգեր 1-ը փոփոխում է։ Ու արդեն 6-րդ տողում փոփոխված մրգեր 1 փոփոխականի հետ ենք աշխատում, ոչ թե այս առաջի տողում սահմանված։ Okay։ Էլի հարցեր ժողովուրդ։ Լավ։ Նրանք առաջ նախ մի բան, որը որ կարող է այդպես պրոֆայլի տնօրիներով դաժան բաներ հնչում, հիմա եթե ուզում ենք սորտավորենք ինչ որ ցուցակ, կարանք վայքի գրենք get sort ու всё։ Կամ այդքան բան տանջվում պղպջակի մեթոդը ինքը անում են օրը, չէ՞։ Այս get sort-ը ինքը պղպջակ չի աշխատացնում իհարկե, ավելի խելացի մոտեցումով է անում, բայց կարևոր չի հիմա։ Կարևոր է այն, որ նաև կարանք string-երը սորտավորենք ու ինքը ուղղակի այբենական կարգով կսորտավորի։ Կարևորը ոնց որ կամ լրիվ թիվ լինի, կամ լրիվ string լինի, էլի, եթե երկու բան իրար հետ եղավ, ինքը ոնց պետք է string-ը ու int-ը իրար հետ համեմատի։ Չի կարող խեղճ այդպես բան անի, դրա համար այդքան ավտոմատ չի ստացվի։ Մշակ լսում եմ։ Sort-ը թվերի դեպքում փոքրից մեծ է դասավորում աշման կարգի, Հա։ նույնն էլ string-ի դեպքում ըստ այբենական կարգի, հա, ճիշտ հասկացա։ Հա։ Լավ։ Մենք կարանք գրենք այդտեղ reverse-ը հավասար է true, որ ինքը հակառակ սորտավորի։ Այս էլ միանգամից։ Չէ, default է հացնում, եթե բան չեն գրում, ըստ աշման կարգի։ Աչա, հասկացա հարցը, որպես լրացուցիչ բան է ասում, Հա, մերսի շատ այդ։ Անուշ լսում եմ։ Այսինքն որ string-ի մեջ թվերը լինի, ինքը ASCII կոդով չի բան անում սորտավորում։ Հա, շատ տեղին նշում է դա։ Հա, ու իրականում ասենք այս Python-ը, որ 2.7-ից դարել է Python 3, այնպես թռիչք են արել շատ մեծ։ Դրա մի հատ մեծ կտոր եղել են, որ սկսել է Python-ը ASCII-ով աշխատել, ASCII table-ներով։ Այդ ոնց որ աղյուսակա, որտեղ որ գրված է ամեն մի, ասած ասած, ամեն մի տառ, որ ինչ դիրքում է գտնվում, ասենք մեծատառան 65-րդն է, մեծատառ B-ն 66-րդը, ոնց որ գնանք փոքրատառան 61, 62, ներողություն սխալությունից եմ կարդում, 97, 98 եւ այլն եւ այլն։ Ինքը ուղղակի ոնց որ ըստ այս դիրքերի սորտավորելու է ամեն ինչ, էլի։ Սա օրինակ նշանակում է, որ մեծատառերը սկզբից են գալիս, փոքրատառերը հետո են գալիս, ու տենց։
Էլի հարցեր, ինչ է ժողովուրդ։ Երևի կարելի է նյութի մեջ դնել նույնիսկ սխալ կոճակ սխմեցի թու։ Հարցին ասում եմ։ Հա, մի բան հարցնեմ, իսկ առաջ ոնց էր այդ ամեն ինչը իրականանում։ Առաջ ոնց որ թե մի հատ արագ Google-ում որ սխալ չասեմ։ Unicode-ով էր տոլի ոնց էր։ Ոնց որ թե Unicode-ով էր կոդավորվում այդ ամեն ինչը։ Կա ինչ-որ բան սխալ եմ ասել միջայլոց։ Լավ, երևի ոնց որ ոտի վրա չեմ կարողանա նորմալ ասեմ, վստահ չեմ, բայց մի արագ Google-ելով կարող գտնենք։ Դասամիջոցին կարելի է նայել սա օրինակ։ Okay, էլի հարցեր։ Արա, մի քիչ շարունակենք։ Եթե ուզում ենք շրջենք ցուցակը, դա ոնց որ վերջակետ -1-ը կա ու կա, բայց եթե ուզենք հրաման օգտագործել, կարող ենք ստեղ գանք, ասենք a.get reverse ուղղակի առանձին տողով սա որպես հրաման աշխատացնում ենք, էլի, չենք ասում անհավասարը տտ։ Մենք կբռնի կշրջի։ Ասենց բան string-երի համար չունենք։ Իսկ string-երի դեպքում պետք է հենց գրենք վերջակետ -1։ Բարև get reverse-ը դա կասի string օբյեկտը չունի reverse attribute։ Մեկ էլ էլեմենտ հեռացնելու հետ կապված, դե ոնց որ delete-ը սովորել ենք, ասում ենք del a0 a3, այս կա, բայց մի քիչ ավելի բան մեթոդներով, ուրիշ մեթոդներով կարող ենք ասենք get remove, ու ժողովուրդ կարող է որ remove-ը ուղղակի հեռացնում է առաջի հանդիպածը։ Բայց ուղղակի նաև այս remove-ով գրելիս ոնց որ մենք չենք իմանում ինչ հեռացրեցինք, օրինակ ստեղ եթե ասեմ ջնջածը հավասար է get remove ու առաջին էլեմենտը, ստե ինքը բերում է ոնց որ ոչ մի բան, որ ասում եմ այս ջնջածը ինչին է հավասար, none-ը այդ Python-երեն ոչ մի բանն է։ Եթե ուզենք ասենք որ չգիտես ինչ ջնջի ու արժեքը դու ինձ, օրինակի համար եթե պատկերացնենք հերթա, ուզենք հերթից մարդուն հանենք ու այդ բանի հետ ոնց որ այդ մարդուն սպասարկենք օրինակ, չգիտեմ, այդ դեպքում ոնց որ մենք ուզում ենք համ իրեն ջնջենք, համ էլ չենք ուզում իր արժեքը կորցնենք։ Այդպես դեպքերի համար աշխատացնում ենք get pop-ը։ Ուղղակի այս pop-ը աշխատում է ինդեքսով։ Չենք կարող ասենք կոնկրետ արժեք, այլ պետք է ասենք թե որերորդին ենք ուզում հեռացնի ու մեզ վերադարձնի։ Remove and return item at index։ Եթե ոչ բան չգրանք, ավտոմատ ինքը վերջինն է վերադարձնում։ Ոնց որ թե ընթացքում հարց կար, եթե ակտուալ է, խնդրում եմ նորից ձեռք բարձրացնել։ Նանել ասում եմ։ Delete ու remove-ը, բայց ասացիք, որ ինքը նույն նշանակություն ունի, այնտեղ եթե մենք remove-ի մոտ նշում ենք, թե որ տարը ջնջի, ինքը ջնջում է։ Հիմա այդ delete-ի ու remove-ի տարբերությունը ո՞րն է, այսինքն որ դեպքում որը պիտի օգտագործենք, ինչ որ տենց կանոն կա, թե տարբերություն չկա, մենք որն ենք օգտագործում delete-ը, թե remove-ը։ Delete-ը ու remove, ոնց որ իրանք երկուսն են ջնջելու դեր են տանում, բայց հենց կոնկրետ delete-ը ու remove-ը իրարից տարբեր են, որովհետև remove-ը վերցնում է արժեք ու առաջի պատահած այդ արժեքի առաջին անգամ որտեղ այդ արժեքը հանդիպում է, այդ էլեմենտը հեռացնում է, իսկ delete-ով մենք հստակ գրում ենք, թե ինչ պետք է ջնջվի։ Կարելի է համատություն բերել այս delete-ի ու pop-ի մեջ, որովհետև pop-ի հետ ենք մենք աշխատելուց index-ով կոնկրետ ասում այս մեկը ջնջի։ Բայց իրանք էլ տարբեր են նրանով, որ այս delete-ը ջնջում է ու վсё, իսկ այս մեկը մեզ վերադարձնում է այն արժեքը, ինչը ջնջել է։ Դրանով ոնց որ 3 տարբերակն էլ տարբեր դերեր են տանում, էլի։ Հասկացա, մերսի։
Ձեզ մերսի։ Արամ լսում եմ։ Մի բան հարցնեմ remove-ի ու մեկ էլ այդ pop-ի դեպքերում երբ որ pop-ի դեպքում այդ ինդեքսը գոյություն չունի, ենթադրենք 8-րդ ինդեքսն ենք ջնջում, ինչա վերադարձնում, մեկ է delete remove-ի դեպքում, երբ որ այդ բառը գոյություն չունի list-ի մեջ, դա ինչա վերադարձնում, ոնց կարող ենք իմանանք ինքը ջնջել է, թե չէ։ Տեղին հարցեր են, նախ եթե չկա ինդեքսը, ասում է pop index out of range, միջակայքից դուրս է ինդեքսը pop-ի համար։ Իսկ եթե remove-ով փորձեմ ջնջեմ ինչ-որ բան, որ չկա, էդ էլ ասում է իսկ այդ remove x-ը պրոբլեմ տվեց, x-ը ցուցակի մեջ չի։ Այսինքն երկուսն էլ ակնկալում են, որ ոնց որ երբ որ ինչ-որ բան ենք իրենց ասում անենք, հնարավոր ոնց որ կատարվող նույնիսկ բան ենք ասում, որ հնարավոր է կատարել, էլի կարճ ասած։ Եթե տենց չի լինում, ջղայնանում են երկուսն էլ մեր վրա։ Հարցեր ինչ-որ էլի ժողովուրդ։ Լուսի լսում եմ։ Իսկ եթե մենք ուզում ենք, որ արժեք տանք եւ ինքը այդ արժեքի էլեմենտը ջնջի, բայց ոչ թե առաջի հանդիպածը, այլ ցուցակում բոլոր այդ արժեքը ունեցող էլեմենտները։ Ահա, այդ արդեն պետքա ձեռով կոդը գրենք դրա համար, սրանք ավտոմատ այս remove-ը ուղղակի առաջինն է ջնջում, էլի։ Այսինքն զուտ ոնց որ պատրաստի դրա համար բան չունենք, էլի, հենց մեթոդների մեջ։ Բայց այսօր օրինակ հենց այս list comprehension-ից իրականում եթե հասցնենք, արդեն մի քիչ անհանգստանում եմ, որ կհասցնենք, եթե հասցնենք հենց այդպես բան անելու ենք, որ զտում է ցուցակը մեջից թողում է ինչ որ պայմանին բավարարողները մենակ։ Okay, էլի հարցեր ժողովուրդ։ Ղևանդ լսում եմ։ Այդ ջանը remove-ի բան հարցնում, ինքը մենակ առաջին ոնց որ ցուցակի առաջին բանն է, անդամն է վերացնում մենակ։ Առաջին հանդիպածը։ Այսինքն գրեմ բանիր, ինքը կվերադառնի վերջինը ըստ էության, կջնջի վերջին էլեմենտը, բայց առաջի հանդիպած բանիրը, էլի։ Առաջին հանդիպած գրած եղավ, մերսի։ Էլի հարցեր։ Հարություն լսում եմ։ Իսկ եթե մենք pop-ում կոնկրետ չենք նշում ինչ որ ինդեքս, ինքը որն է հանում։ Վերջինը։ Մնացինք առանց բանիր, sense չնշելով։ Էլի հարցեր ժողովուրդ։ Okay։ Լավ, ժողովուրդ, լավ ակտիվ հարցեր եք տալիս։ Կուրախանամ, եթե ավելի շատ մարդիկ հարցեր տան։ Մերավ։ Իսկ ոնց կարանք էլեմենտ ավելացնենք, դա ոնց որ append-ը իմացանք, բայց եթե ուզենք sense կոնկրետ ինչ-որ տեղ տեղադրենք, այդ ոնց կարանք անենք, գրում ենք դրա համար get insert։ Insert նշանակում է հենց տեղադրել, գրում ենք index-ը, որ ասենք սա 0-ն է, այս խնձորից հետո ուզում ենք արքայա խնձոր դնենք, ասում ենք insert 1 ու հետո արժեք արքայա խնձոր։ Ու ժողովուրդ, եթե դնենք ինչ-որ ստեղ շատ մեծ թիվ գրենք, ինքը ուղղակի վերջից կաշխատացնի։ Կարաք պատկերացնեք, ոնց որ sense իրար վրա շարված են բաները, էլեմենտները, մենք ասում ենք առաջինում դիր, ինքը այս 0-ից հետո sense արանքում տեղադրում է։ Ասենք միլիոներորդում դիր, այս միլիոներորդում կդնի ու sense կընկնի, մինչև գա հասնի վերջինին, էլի։ Ու ոնց որ հիմա որ sense կոնկրետ տեղեր բաներ ենք տեղադրում, եկեք նայենք, տեսնենք ոնց կարող կոնկրետ բաներ մանգանք։ Մանգալու համար հենց string-երի get find չունենք, ունենք ուղղակի get index-ը։ Այսինքն այստեղ այս փափուկ տարբերակը չունենք, մենակ ջղային տարբերակով կարող անենք։ Կվերադառնի կամ index-ը կամ error։ Ուժորդ ընդհանուր եթե ուզում եք տենց ոնց որ լիքես միանգամից օգնող նամակ տեսնենք այս ցուցակների մասին, կարելի է գրել help ու ինչ որ ցանկացած ցուցակ կամ help list։ Ու sense ոնց որ բռնել կարդալ, այս ամեն ինչը արագ, կամ իհարկե Google-ել, այս կրկնակի տակի գծիկով բաները մենք հետո ենք անցնելու թե ինչ են։ Բայց հա, Արամ լսում եմ։ Իսկ այդ
Իսկ այդ insert մեթոդը, որ կիրառում ենք, ենթադրենք ունենք 3 մեծությամբ list եւ 8-րդ ինդեքսում ուզում ենք ինչ-որ բան ավելացնենք, այդ մեջտեղի միջակայքում ինքը ինչ է լցնում։ Ոչ մի բան, ուղղակի այդ ընկնումը դառնում է 4-րդ էլեմենտ, էլի։ Կարևոր չի, այսինքն մեջտեղը ինքը բացատրում դառնում է 4 այդ թիվը զուտ ինդեքսը։ Այստեղ օրինակ ես 3 էլեմենտանոցին մի հատ արքայախնձոր եմ ավելացրել, տեղադրել այստեղ։ Հետո 123,000-րդ դիրքում մի հատ եմ դրել, ինքը ուղղակի դառել է մի հատիկով ավել ու վերջում գրած արքայախնձոր։ Լավ, merci։ Էլի հարցեր ժողովուրդ։ Ղևոնդ լսում եմ։ Հայկ ջան, որ խնդրեմ այդ ինդեքսը բանորից կասեք։ Ինդեքսը մեզ վերադարձնում է դիրքը, որտեղ առաջի անգամ հանդիպում է մեր տված էլեմենտը։ Օրինակ ստեղ էս մրգերում արքայախնձորը առաջին ինդեքսով է, եթե ասում ենք մրգեր կենտ ինդեքս արքայախնձոր, եկավ ասեց 1։ Եթե ասենք ինչ-որ բան, որ չկա ցուցակի մեջ, ինքը վերադառնալու է value error, ասի թաքուի ախնձորը ցուցակի մեջ չի։ Նորմալ է։ Հա, բարի։ Միլենա լսում եմ։ Իսկ այդ որ մեծ ինդեքսի տակ արքայախնձոր ոնց որ ավելացրեցինք, հետո այդ տարին դիմելու համար էլի պետք է այդ մեծ ինդեքսով դիմենք, թե արդեն ուղղակի բանով։ Հա, ներողություն ընդհատեցի, բայց այդ հա ոնց որ մենք ոնց որ ասում ենք, այս վերևից գցում ենք այս անգլումը վերջերը, բայց ոնց որ հիմա արդեն այս մեր ցուցակը դարավ այս էլեմենտները, էլի։ Հա, հասկացա։ Տեղին հարցեր։ Էլի հարցեր ժողովուրդ։ Լավ, եկեք մի հատ առաջադրանք անենք, ամփոփենք սրանով այս մեթոդները ու գնանք հաջորդ թեմայի։ Այս հիմնված է լինելու այս կարգինի վրա այդ առաջադրանքը։ Այսօր մի հատ ջրհոր է, այս ջրհորի մոտենումը բան անում։ Ջրհորի մոտենումը ինչ որ բառեր է ասում, ասենք բարև ձեզ, այս ջրհորը վերադառնում ասում է ձեզ բարև։ Գնա ասի բարև ձեզ ոնց եք, կասի եք ոնց ձեզ բարև։ Ու տենց ոնց որ ամեն մի բառը, բոլոր բառերը հակառակ հերթականությամբ վերադառնում ասում է, եկեք այդ ջրհորի կոդը գրենք։ Դա հենց օրինակ մուտք եթե պատկերացնենք, ասենք տեքստը թող լինի մեր մոտ բարև բարև ձեզ։ Հիմա ոնց գրենք, որ ինքը վերադառնի մեզ ձեզ բարև։ Ով կուզի փորձի։ Մշակ լսում եմ։ Այդ ուրիշ փոփոխական պահենք։ Տեքստ մեկ երևի գրենք, հավասար է տեքստ։ Չեմ հիշում, reverse-ը ստեղ աշխատում էր, թե չի, ուղղակի Reverse-ը string-երի համար չի աշխատում, list-երի համար է աշխատում, բայց կարող գրենք վերջակետ -1, հա -1, հա ճիշտ է։ Եկեք ստեղ էս text 1-ի փոխարեն իմաստային գրենք, էլի, այսինքն reversed text։ Հա, reverse, հա։ Ահա, սա որ տպենք։ Տեսնում ենք, որ ինքը դառավ ZYZ եւ վերապ։ Այսինքն ոչ թե բառերի հերթականությունը փոխեց, այլ ուղղակի ամեն ինչի հերթատեղերը փոխեց։ Ահա։ Okay, Հայկ լսում եմ։ Իսկ եթե մի հատ ուրիշ փոփոխական պահենք, տենց ցիկլով գնանք, մինչև որ բացատ հանդիպենք, տենց կիմանանք ոնց որ առաջի ու երկրորդ բառերի ինդեքսները որտեղից է սկսվում։ Եթե չգիտենք էլի, բայց այդ լուծում է, բայց մենք կակրաս հրամանենք, չէ՞, այսօր սովորել, որ ըստ ինչ որ բանի առանձնացնում է էլեմենտները։ Եկեք sense հերթով, քանի որ լիքը մարդեր է բարձր, շուշուտ տենց նոր անուններ ասեմ։ Հիմա մնա վերևում Հարությունն է, Հարություն լսում եմ։
Այս դեպքում կարանք բարև ձեզ բաժանենք երկու բառի, այսինքն index 0-ում լինի բարևը, index 2-ում ձեզը բառերով էլի բաժանված, որից հետո հենց այդ նույն reverse-ը անենք ու ոնց որ բառերը արդեն կտեղափոխի, ոչ թե տառերը։ Հա, միտքը ճիշտ է, բայց ոնց իրագործենք։ Ուժոր դիմիջած հիշեք, որ ոնց որ ընդհանուր առմամբ ենք ուզում կոդը լուծենք, էլի ոչ թե հենց օրինակ այս մեկի համար։ Բարև ձեզ, սիրելի ջրհոր։ Լավ, ինչ որ ուրիշ բառեր, որ սրանց համար էլ աշխատի, էլի։ Ահա, նային էլ ասում եմ։ Եկեք split անենք, հետո նոր Չէ։ Հիմա եթե ստեղ գրեմ text get split, ինքը ըստ բացատի ամեն ինչ կբաժանի, ասենք ունեցանք 4 էլեմենտ։ Ահա։ Հետո արդեն այդ -1-երով բանով անենք։ Եկեք սա գրենք երևի reversed list, ավելի լավ է, որ իմանանք տվյալի տեսակը ինչ է։ Ահա, իսկ կարող էս վերջակետ -1-ը տարբերակ է իհարկե, բայց ոնց կարանք բան անենք, էլի ստեղ էլ փորձենք մեթոդից օգտվենք։ Իմիջիալ ստեղ արժի ոչ թե գրել reversed list, այլ ուղղակի list, որովհետև բանը պատտած չի դեռ։ Ոնց պատտենք։ Նարին էլ ասում եմ։ Այս լիստերի դեպքում այդ reverse-ը չէր աշխատում, չեմ հիշում։ Լավ, ուրեմն տենց է։ List get reverse, ու չենք ասում ինչ որ բան հավասար է, ուղղակի ասում ենք list get reverse։ Ահա, ու հիմա եթե տպենք այս մեր լիստը, եղավ ցուցակ, որտեղ ամեն ինչ ամեն բառը առանձին հակառակ հերթականությամբ գրված է։ Բայց ոնց որ մենք string տվել ենք, լավ կլինի string-ել հետ ստանանք։ Եկեք ոնց հիմա որպես string ստանանք այս բոլոր բառերը իրար կպցրած։ Անուշ լսում եմ։ Ցիկլով այս լիստի բոլոր բառերի վրայով անցնենք ու իրան վերագրենք մի հատ string փոփոխականի ու պլյուս անենք ամեն անգամ։ Տարբերակ է, բայց էլի ոնց որ հենց այսօր կակրաս պատրաստի բան ենք սովորել դրա համար։ Չեմ հիշում։ Okay։ Մուշակ լսում եմ։ Join-ով միացնենք իրար։ Join-ը ճիշտ է։ Ոնց եմ գրում։ List, այդ LST-ը, get join, ու ինչ ոնց ենք ուզում միացնենք իրար։ Բացատով երևի, չէ՞, ոնց որ զուտ։ Հա, բացատով տենց է։ Ահա, այս են հիմնական շփոթություններից է այս join-ի հետ, այս լիքը տեսել եմ։ Մի փոքր բան պետքա փոխենք, Միլենա լսում եմ։ Այստեղ այդ join-ի մեջ պետքա լիստի անունը գրեինք, բացատը join-ից դուրս։ Բացատ այդ join list։ Այս join-ը ոնց որ string-երի մեթոդ է, դրա համար պետքա string-երի վրա կիրառվի։ Իսկ մենք պետքա գրենք string-ը, հետո input որպես արդեն այդ մեր list-ը։ Այսինքն այնք գրենք reversed text-ը։ Հավասար է սրան ու ստեղ print reversed text։ Ջրհոր ձեզ բարև։ Ուրա։ Ապրեք ժողովուրդ, ստացվեց։ Հարություն լսում եմ։ Իսկ նույն բանը կարանք append-ով անենք։ Դե կարանք կազմակերպենք ինչ որտեղ append-ի օգտագործում, ասենք միտեղ դատարկ ցուցակ սարքեինք, հետո ձեռով ոնց որ պատտվեինք, նայենք ըստ բացատի բաժանենք, դա այսինքն մտքներից եթե դնենք, կարանք append-ով անենք, բայց ոնց որ շատ գեշ լուծում է ստացվելու, էլի։ Կարճ ասած կարանք, բայց չարժի։ Դե հիմա կուսումնասիրենք ըստ էության ոնց որ ավելի կարճի դաս է լինելու մոտակա մի ժամը։ Ավելի կարճ պայմաններ, ավելի կարճ ցիկլեր, ոնց այդ ամեն ինչը գրել մի տողով։ Դրա մասին է լինելու։ Համ երբ գրել, երբ չգրել, նաև նես չի, որ եթե կարանք պետք է օգտվենք։ Առաջինը տերնարի օպերատորներից, տերնարի, ինչպես նաև իրենց անվանում են conditional, այսինքն պայմանական օպերատորներ,
Իսկ տեռնարի նշանակում է ոնց որ 3 բանից բաղկացած, տեղից է անունը գալիս։ Հեսա հասկանանք այդ որով են 3 բաները։ Եթե ունենք ինչ-որ պայման, որ ըստ այդ պայմանի պետքա փոփոխականի ինչ-որ արժեք վերագրենք, օրինակի համար զույգ թե կենտ փոփոխականին ուզում ենք տանք զույգ, եթե ինչ-որ մուտքում տված թիվ զույգ է, ու կենտ, եթե կենտ է, այսինքն ըստ էության ունենք 3 հատ արժեքի հետ գործ։ Այդ մեր փոփոխականը, որի արժեքը պետքա ստուգենք, արժեք, որը պետքա վերագրվի, եթե ճշմարիտ է, ու արժեք, որը պետքա վերագրվի, եթե կեղծ է։ 3 բան ունենք։ Դրա կոդը կլինի sense մի բան, չէ՞։ If նամ մնացորդ երկուսը հավասար է 0, զույգ թե կենտին հավասարացրու զույգ, else զույգ թե կենտին հավասարացրու կենտ։ Ու սա որ աշխատացնենք, ստեղ եկավ տվեց այս դեպքում զույգ։ Ստեղ գրենք օրինակ կենտ թիվ կտա կենտ։ Հիմա տեռնարի օպերատորը այդ այս կառուցվածքով if s հավասարացրուցա else հավասարացրումա այդա մի տողով գրելու համար միջոց է։ Անում ենք sense։ Զույգ թե կենտույն պետք է պանք, ասում ենք զույգ թե կենտ։ Հավասար է։ Գրում ենք արժեք, որը պետք է ընդունի, եթե ճշմարիտ է, այսինքն զույգ։ Հետո գրում ենք մեր պայմանը, if նամ մնացորդ երկուսը հավասար է 0։ Հետո ասում ենք else ու գրում ենք արժեք, որը պետք է ընդունի, եթե կենտ է։ Այսինքն եղավ զույգ if նամ մնացորդ երկուսը հավասար է 0, else կենտ։ Ու սա որ աշխատացնենք, լրիվ նույն ձևը է աշխատում։ Այսինքն ուղղակի եթե կառուցվածքը պահենք, value if true, if պայման, else ու value if false, ինքը էկվիվալենտ հանգիստ աշխատելու է նախորդին։ Մի հատ ձեզ ավելի ակտիվացնելու դասամիջոցից հետո համար ու նաև ստուգելու համար ունենք մի հատ age-ը հավասար է ինչ-որ բան, 19 օրինակ։ Կասեք ոնց կարանք տեռնարի օպերատորով կոդ գրենք, որ օրինակի համար adult or not փոփոխականում կպահի ինքը չափահասա, թե ոչ չափահաս։ Ոնց որ հենց string-ով կարա պահի չափահաս ու անչափահաս։ Հա, Լուսինա, լսում եմ։ Գրենք չափահաս if նո string-ի մեջ։ Եթե 18-ն ենք համարում չափահաս, ուրեմն if age-ը մեծական հավասար 18։ Else չչափահաս։ Էլի string-ը։ Այո։ Նա մի խոսքով։ Ինչ որ այա։ Փոխվեց լավ։ Ահա։ Հա, շատ ճիշտ է։ Այդքան բան։ Ինչ որ տեռնարի օպերատորները սրանք էին։ Չափահաս 17-ի դեպքում անչափահաս։ Շատ ճիշտ է։ Կարող է հարցեր կա արդեն։ Okay։ Հեսա գնանք ոնց կարանք անենք if, elif, else կառուցվածքի համար ու նաև արագագործության մասին մի երկու բառ կխոսանք ու իրականում տեռնարի օպերատորներից այդքանը թեթև փոքր թեմա է էլի ինձ հա։ Նախ եթե պատկերացնենք որ բան ունենք ուղղություն Հա, ժողովուրդ, կներեք, ստեղ պետք է նշում անեի, մոռացա, ոնց որ պարտադիր է, որ else-նել ունենանք, չենք կարող ասենք չափահաս, եթե 18-ից մեծ է, ասես եթե չունենանք, ասելու է գրելաձևի սխալ, ակնկալում էի else if-ից հետո, այսինքն սովորական գրելու դեպքում մենք իրավունք ունենք բան անել, ուղղակի սենց չդնել else, այս սենց պահել, բայց եթե ուզում ենք կարճ գրենք, այդ տեռնարի օպերատորը այդ 3 բանը պետք է ունենա, թե չէ տեռնարի անունը չէր լինի զուտուղակի 3 հատիկա ոնց օպերատոր չէր կոչվի, ուրիշ բանից պետք է օգտվեի։ Okay։ Հիմա ինչ կարանք անենք, եթե ուզում ենք վարվել if, elif, else կառուցվածքով բանի հետ, անենք ունենք ինչ-որ թիվ, ու հիմա ուզում ենք պարզենք ինքը ոչ թե օրինակ դրական է թե բացասական, այլ նաև դրական է բացասական է թե 0 է։ Մենք տեսանք ոնց կարանք տեռնարի օպերատորը օգտագործենք if else-ի կառուցվածքով։ Դրա համար եկեք հիմա փորձենք
այս սրա սովորական կոդը գրել էլի if-else-ի կառուցվածքով ու մտածենք, թե ոնց կարանք իրան դարձնենք ոնց կարանք դարձնենք իրան տերնարու օպերատորով աշխատող։ Չաթում նամակ կա ֆորմայի հղումը նորից ուղարկելու հետ կապված, ֆորման Telegram-ում է ուղարկած, կարաք վերջին նամակները ստուգեք, եթե չգտնեք, ասեք, բայց վերջին նամակներում է։ Ու տերնարու օպերատորը ուղակի կարճ գրելաձևն է, ըստ էության զուտ ոնց որ մի տողով գրելու տարբերակն է տերնարու օպերատորը, էլի։ Որտեվ արագագործության տեսանկյունից նենց չի ավելի արագ է դարձնում կոդը, դրա համար զուտ ուղղակի ավելի կարճ է դարձնում։ Այս լիստերի հետ կապված, ցիկլերի հետ կապված բանը որ անցնենք, այդտեղ նաև ավելի արագ է լինելու կոդը, էլի, կոնկրետ խնդիրների համար։ Okay։ Այստեղ կարանք վարվենք սենց։ Ասենք օրինակ if name-ը մեծ է 0-ից, եկեք օրինակ այստեղ պահենք նշան, sign-ը թող լինի positive։ Հիմա այստեղ ասելու ենք else, elif-ից չենք ուզում օգտվենք, որտեվ ոնց որ if-else-երով ենք գրում բաներ, if-else-ն է։ Տերնարու օպերատորը if-else կառուցվածք ունի։ Այստեղ ասելու ենք else, հիմա պետք է էլի ստուգում լինի, չէ՞, ասելու ենք if name-ը հավասար է 0-ի, այդ դեպքում sign-ը հավասար է, ասելու ենք զուտ 0, չէ՞, ինչ որ նշանը հավասար է 0-ն մի քիչ լավ չեղավ, բայց դա։ Ու հետո else, sign-ը հավասար է նեգատիվ, չէ՞։ Հիմա պետք է հասկանանք ոնց կարանք սա կազմակերպենք տերնարու օպերատորի տեսքով։ Տերնարու օպերատորի կառուցվածքն է, կակրաս ոնց հարմար հարությունը չաթում ուղարկել է, այս է, չէ։ Արտահայտություն, եթե պայմանը ճշմարիտ է, if պայման, else արտահայտություն, եթե սխալ։ Ժողովուրդ, կասեք ոնց կարամ սա վերածեմ տերնարու օպերատորի։ Ինչ պետք է գրեմ սրա փոխարեն։ Ով կփորձի։ Լուսինա, լսում եմ։ Դե sign-ը հավասար է 0, if name-ը հավասար 0, else negative։ Ճիշտ է։ Շատ լավ։ Իսկ ոնց կարամ այսա հիմա դարձնեմ բան, տերնարու օպերատոր այսքանը։ Հարություն, լսում եմ։ Նույն ձևով ոնց որ գրել ենք, բան չի փոխվել, ուղղակի այդ վերջին else-ը մի քիչ ավելի մեծ է ստացվում, էլի ոնց որ փակագծի մեջ։ Ճիշտ է։ Ասելու ենք sign-ը հավասար է positive, if name-ը մեծ է 0, չէ՞։ Ու հիմա else արդեն ոնց որ ունենալու ենք այսքան եկա բանը, որը իրենց էլի ներկայացնում է տերնարու օպերատոր։ Ու իրան իրական որ փակագծի մեջ էլ չգրենք էլի կաշխատի, բայց նաև ես կնախընտրեի գրենք, որ ավելի ինտերնալի դառնա։ Ու սա կլինի էկվիվալենտ այդ վերևի կոդին։ Հիմա տերնարու օպերատորով աշխատող կոդը, առի սենց գրել, չէ, ժողովուրդ, այս ոնց որ արդեն պերեբոր է, էլի, սա արդեն նորմալ կարդացվող բան չի։ Այսա կարդալ հասկանալ ինչ է նշանակում ու այսա, ընդ որում որ սրա փոխարեն մենք իրականում գրելու ենք elif։ Ոնց որ շատ ավելի ինտերնելի, շատ ավելի հասկանալի է սա, քան այսա։ Դրա համար ոնց որ ճիշտ է մենք կարանք ունենանք ներդրված տերնարու օպերատոր, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ունենանք, որ մենք արժի ունենանք։ Ես խորհուրդ չեմ տա տերնարու օպերատոր օգտագործել, ոնց որ այսքանից ավելի համար։ Այս sense տեղերը, ես լիքը օգտագործում եմ, հատկապես եթե մի քանի հատ տենց ինչ որ փոփոխականի արժեք պետք է վերագրվի ըստ ինչ որ բաների, արժեքների, արագ է, հաճելի է, մի տողով միանգամից գրում եմ, սա կարդում են, սա հասկանում են։ Այս արդեն պետք է ոնց որ անիմաստ ուղեղը տանջել հասկանալու համար, թե ինչ է կատարվում, չեմ ասում անհասկանալի է, բայց շատ ավելի վատ ընթերնելի է, քան ուղղակի այսենց իրար հետևից գրած։
Դրա համար ոնց որ այս կարճ գրելու բաները որ անցնում ենք, կարող է հիշել, որ իրանք արբերակ են, իրանք պարտադիր բան չեն։ Իրանք գործիք են, որից որ արժի օգտվել, բայց նաև լիքը ժամանակել չարժի օգտվել։ Այս մտքում պահեք էլի այս գաղափարը, որ եթե մի բան կանենք, հələ չի նշանակում, որ պետք է անենք։ Ուհա, ես այդտեղ ոնց որ սպորտային հետաքրքրության համար օրինակ է նաև դրած, որ 4 արժեքի համար բան է անում, դրական 0, 500 թե բացասական։ Բայց խայտառակությունը է դրա տերնարի օպերատորը, էլի։ Ես սա ներառել եմ զուտ բանի համար, տերնարի օպերատորների հետ վարժվելու համար, բայց այսպես բան է ստացվում։ Այս ոնց որ փուֆ է։ Եթե մի բառով այս կոդը փուֆ է։ Չարժի sense գրել։ Okay։ Մեկ էլ արագագործության հետ կապված, այստեղ կարաք այս հղումով անցնեք ավելի մանրամասն կարդաք, բայց այս Jupyter նոթբուքներում, այսքան ընտեղերում, որտեղ կա տեքստի բջիջ, կոդի բջիջ այդտենց կառուցվածք է, կարելի է առաջի տողի վրա գրել time it, ու ինքը այս կհաշվի, թե ինչքան է տևում կոդի աշխատանքը միջինում, այսինքն ինքը բռնում է բան է անում, լիքը անգամ աշխատացնում է, գրանցում է տևողությունները, ու մեզ ասում է ինչ-որ պատասխան վերջնական, ինքն է որոշում, թե քանի անգամ աշխատացնի, ըստ նրա, թե ինչքան երկար է աշխատում։ Ինչ-որ շավ երկար աշխատեց, ինձ թվում է մի 10 վայրկյանվա մեջ ստոպ կլինի։ Ահա, ասում է, որ միջինում 272 նանովարկյան է տևում, պլյուս-մինուս 23-2 նանովարկյան, աշխատացել է 10 միլիոն անգամ, ու կարանք այս նույն ծրագիրը աշխատացնենք բացված տեսքով, այդ մեկը ասում է 362 նանովարկյան, բայց ավելի քիչ աշխատացրեց, միլիոն անգամ մենակ, ընդհանուր առմամբ ոնց որ եթե նայենք, թե իրենք ինչ բիտերի մակարդակով կոդի են վերածվում, այսինքն ամենատակից ինչ է տեղի ունենում, համարյա ամենատակից լավ։ Իրանք մոտավորապես իրար էկվիվալենտ կոդի են վերածվում, load global, pump jump if else, load global, pump jump if else, load global, return value, load global, return value, նույն պատմությունն է լինում տակից, էլի, այս a if b else c աշխատացնելիս։ Ասոր արագորդության տեսանք ինչ շատ տարբերություն չկա, կարող է մի պստիկ բանը ավելի արագ աշխատի, առանց տերնարի օպերատորի գրածինը, բայց այդ սաղ ոնց որ նենց պատմություններ է, որ զուտ անտեսել է կարելի ու վերջ։ Ուհա, տերնարի օպերատորներից այսքանը ժողովուրդ, հարցեր ունեք ինչ-որ, չատում հարց կա, որ դեպքերում են հիմնականում օգտագործում տերնարի օպերատորները, այն ժամանակ, երբ որ ոնց որ ինչ-որ հասարակ պայման է, ոնց որ կարճ գրելու բան է, չենք ուզում դրա խաթր 4 տող ծախսենք, մի տող ենք ծախսում, այսքան հենց տենց ինչ-որ թեթև if-else-երը մի տողով կարճ գրելու համար։ Ես այդ կիրառությունն եմ տեսել պրակտիկայում, էլի ամենաշատը, կամ երևի միակը նույնիսկ ամենաշատը չասեմ։ Ուրիշ տեղ եթե օգտագործվել է, հիմնականում նենց ա եղել, որ անձամբ իմ կարծիքով չարժի։ Օրինակի համար այն մեր գրած բանի տեսքով։ Հա, էլի հարցեր, ժողովուրդ։ Դե լավ, հիմա անցնենք ցիկլերը մի տողով գրելուն, ու դրանք կոչվում են list comprehension-ներ, ոնց որ հետո որ անցնենք ուրիշ հավաքածուներ, tuple, set, dictionary, ոնց որ կանցնենք tuple կամ set կամ dictionary comprehension, այսինքն այստեղ կարևոր բառը այս comprehension-ն է, comprehension նշանակում է հասկանալու կարողություն, ինձ մի քիչ դուր չի գալիս այս տերմինը, որովհետև այդքան էլ ակնհայտ չի, թե ինչի է հենց սրա մասին խոսում, կամ կարող է իմ comprehension-ը ցածր է զուտ հասկանալ այդ բանի համար, ջոկելու համար, բայց դե եկեք օրինակներով գնանք, հասկանանք ինչ է կատարվում։ Պատկերացնենք ունենք մի հատ ինչ-որ ցուցակ, ու ուզում ենք մի հատ ինչ-որ ուրիշ ցուցակի մեջ հավաքենք այս ցուցակի էլեմենտների քառակուսիները։ Հիմա ոնց կգրենք դրա կոդը, ասել ենք քառակուսիները հավասարադատակ ցուցակ, for x in list կամ for e in list, շատ կարևոր չի, քառակուսիներ կետը append, x-ի քառակուսի, չէ, ու վերջում տպենք քառակուսիներ։ Հիմա այսպես կառուցվածքով բաները, որտեղ մենք ինչ-որ ցուցակի մեջ հավաքում ենք էլեմենտներ, ասենք x քառակուսիներ ենք հավաքում, այդ x քառակուսիները ասենց ցիկլով փոփոխվում են,
Այդ դրանք կարելի է կարճացնել օգտվելով list comprehension-ից։ Գրելաձևը հետևյալն է։ Ասում ենք, okay, ինչ փափխակայի մեջ ես ուզում պահես քառակուսիների։ Բարի։ Ինչ ես ուզում պահես list-ը քառակուսի փակագիծն է, գրեցինք։ Հիմա ի՞նչ է լինելու մեջը։ Լինելու է էլեմենտների քառակուսիները։ Էլեմենտները x-երն են, x քառակուսիներ են լինելու։ Okay։ Այս x քառակուսիները որտե՞ղ են փոխվելու։ Փոխվելու են for x in list։ Այսինքն list-ի մեջ հերթով փոխվելու են։ Այսպես։ Այսա որ գրում ենք, սա էլ արդեն նույն վերևի կոդն է։ Մենք նույն բանն է վերադարձում։ Այս էլ ոնց որ ցիկլը կարճ գրելու միջոց։ Իր ընդհանուր կառուցվածքն է, ինչ որ արտահայտություն, հետո for item in list կամ in ինչ որ collection, պարտադիր չի list լինի, էլի։ Կտեսնենք նաև ոնց կարանք range-ով կամ string-ով անենք։ Միանգամից range-ով օրինակ, եթե ասենք 1-ից մինչև 10 թվերի քառակուսիներն ենք ուզում, իր կոդը պետք է լիներ for x in range 1-ից 11 տտ, իր list comprehension-ով տեսքը լինելու է, եկեք ստեղ գրեմ 1-ից 11 նույնը մնա, okay, for x in range 1-ից 11, այսինքն այս ցիկլի բանը փոխվեց։ Մենք ըստ էության ոնց որ այն ինչը փենդա արվում սկզբում ենք գրում, հետո մնացածը copy paste ենք անում վերևից։ Նույն պատմությունն է դառնում։ Եկեք տեսնենք նաև ոնց կարա օգտագործվի սա զտում անելու համար, զտումը ոնց որ ֆիլտր անելու համար։ Եթե ասենք ուզում ենք ցուցակից թողենք պահենք մենակ զույգերը, դրա կոդն է sense բանը, չէ՞ լինելու։ Զույգերը հավասար է դատարկ for e in list if e մնացորդ երկուսը հավասար է 0, զույգերին ավելացրու e։ Այսպես պատմություն։ Սա մեզ կտա 4-0-88, ահա։ Մենք զույգերը զուտ պահեց։ Հիմա ոնց կարանք սա անենք list comprehension-ով։ Նախ ոնց որ մեզ պետք է հասկանալ ոնց կարանք list comprehension-ով գրենք բան, որ ինքը ուղղակի բոլոր էլեմենտները պահում է ցուցակի մեջ ուրիշ, ոչ ման չի անում։ Պետք կլինի բոլորը հավասար է e for e in list։ Այսինքն մենք պահում ենք ամեն էլեմենտ անփոփոխ, սովորական ոնց որ sense ձևով։ Սա ոնց որ անիմաստ կոդ է, կարանք այնա գրենք բոլորը հավասար է ուղղակի այս մեր list-ին, կամ եթե ուզում ենք ոնց որ հասցեի հետ կապված խնդիրներ չլինի, կարելի է list-ը copy գրել, բայց այդ հիմա էական չի, բայց sense գրելը մեզ կօգնի հասկանալ ոնց կարանք ոնց փոխենք սա, որ մենակ զույգերը պահի։ Իսկ դրա համար մոտեցումը sense է։ Ասում ենք, էլի ինչ ենք ուզում պահենք, ուզում ենք e-երը զուտ պահենք, ասում ենք for e in list, այսինքն բոլոր էլեմենտներով, ու ավելացնում ենք վերջից պայմանը, if e մնացորդ երկուսը հավասար է 0։ Ըստ էության, ստեղ տեղի ունենում հետևյալը։ Ասում ենք, զույգերը հավասար է, ինչ ենք պահում մեջը e, okay։ In copy արեցինք։ Հիմա հետո հերթով ուղղակի ոնց որ վերևից վերևի գրածները վերևից ներքև copy եմ անում։ For e in list if e մնացորդ երկուս հավասար է 0։ Ու սա կլինի ներքևի կոդին equivalent։ Հարցեր ինչ որ ժողովուրդ բաներից, list comprehension-ներից մինչև այս պահը։ 3, 2, հարություն ասում եմ։ Իսկ այս տիպի կոնստրուկցիաները հիմնականում որտեղ են էլի կիրառվում։ Էլի ոնց որ բանում, թեթև ցիկլերը, որ արագի մեջ անելու համար։ Այսինքն այն բաները, որոնք որ տենց բավականին հասարակ են, ու ասենք կարանք այս ձևով գրենք, բայց էլի ոնց որ այնքան հասարակ են, որ հաստատ միտողով գրածել է հասկացվելու թե ինչ է, իրանց էլի ոնց որ կարա հաճելի լինի միտողով գրել, ու եթե մի քանի հատ են, արդեն այդ մի քանի հատում զգալի ծոր տողերի քանակ խնայել, էլի։ Բայց կրկին ոնց որ ընթեռնելությունը առաջի տեղում է։ Եթե երկարում է ոնց որ դաժան բան է դառնում, անհասկանալի է դառնում, ավելի լավ է բացված տեսքով գրել։ Չնայած այս list comprehension-ները ունեն նաև դրական կողմ, որ իրանք ավելի արագ են աշխատում, բայց դրա մասին մի քիչ ուշ կխոսանք։ Լսում եմ։ Մի հարց է, այս դեպքում ուրիշ հարց է ծագում, ոնց որ երբ հասկանաս, որ պետքա չօգտագործես դա, որովհետև ոնց որ հարաբերական է օրինակի համար, ոնց որ իմ համար ինչ որ մի բան հասկանալի կարող է լինի,
բայց ինքը բավականին ինչ-որ բարդ բան գրված լինի, բայց ինչ-որ մեկի համար է ոնց որ դա շատ բարդ լինի, որը որ պետքա ավելի բաց վիճակում գրված լինի, էլի։ Հա, այդ տեղին հարց է, ու ոնց որ շատ գլոբալ հարց է նաև, էլի, ոնց հասկանալ ինչքան դժվարության կոդ գրել, նախ ոնց որ առաջինը խորհուրդ կտամ, ոնց որ շատ չնայեք, թե ձեզ ինչն է դժվար հեշտ, որովհետև կոդը հիմնականում ձեր համար չեք գրում, կոդը հիմնականում նաև ուրիշներն են օգտագործելու կամ ինչ որ ձև ուրիշ մարդկանց հետ էլ է կապված լինելու, այսինքն ու նաև ոնց որ դուք որ սաղ process-ի մեջ եք, ձեզ հեշտ է։ Ձեզ լիքը բան կարա հեշտ թվա, որ իրականում հեշտ չի, որդ միշտ պետքա կոդին ոնց որ փորձել դրսի աչքով նայել, ասենք հիմա մարդ եթե պետք չի ոնց որ նայել դրսի ոնց որ շատ վատ աչքով։ Այսինքն եթե ասենք ինչ որ գործի տեղը կոդ եք գրում, պետք չի մտածեք հենց այսօր Python սովորած մարդը ինչքանով կհասկանա, բայց կարաք նայեք օրինակ ձեր թիմի ամենակրտսեր մասնագետը հասկանա սա նորմալ միանգամից, թե օրինակ կարող է ինձ հարց տա։ Եթե կարող է ինձ հարց տա, ուրեմն կոդս լավը չի։ Կարող է իհարկե ինչ-որ բաներ այնենց սպეციფიկ լինեն, որ շատ քիչ մարդ հասկանա, բայց դա էլ հազիվ թե, էլի։ Ընդհանուր առմամբ ոնց որ զուտ ոնց որ բանով էլի երևի այնտենց չգիտեմ ինչքանով է օգտակար, բայց անգլերեն ասած common sense-ով ռուսերեն здравый смысл-նա հայերեն զուտ ոնց որ են խելքին մոտ է, որ այս ծրագիրը տենց շատ բարդ չի։ Երևի в принципе հա դժվար ոնց որ ինչ որ մեկը չհամաձայնվի դրա հետ։ Գլոբալ բոլորին պետք է որ սա շատ անհասկանալի չլինի, էլի, եթե Python-ի հետ առնչվել են իհարկե, էլի։ Okay, թե եթե տենց է, իսկ այս list comprehension-ը կարդացվող է, if for-in list, if-ի մեծ տոկոս 2 հավասար 0։ Բավականին, հա, okay ասա։ Եթե այստեղ ներդրված ցիկլ լինի, ներդրված ցիկլում պայման լինի, որը իր մեջ ունի under or-եր, կարող ես հասկանում եմ։ Եթե ես եմ գրել, արդեն այնքան եմ մեջը մտած, որ ես կհասկանամ։ Բայց դրսից նայողը ոնց որ ուղակի կարդալով կարա վրաս գնա, թե կարդալուց ստոպ տալու պահի տակ։ Եթե աչքը կանգնելու է, երևի լավ տարբերակ չի արդեն, էլի։ Այստեղ այս երևիներն եմ օգտագործում, որտեղ ինչ որ գլոբալ պատասխան չեմ կարող տամ, էլի, ոնց որ այսա տենց չի, այնա նենց չի։ Էլի ոնց որ մարդկա կարա իմ գրածին ասի, էսխի էս ընթարցակ գրել ու նաև ասի, էս իբրխի էս բան, էս մեկը խի էս միտողով գրել, ոնց որ ինչ որ տեղերն ոնց որ սուբյեկտիվ որոշման հարց է գալիս, բայց երևի կարող եմ ասեմ, որ տենց դեպքերի 90%-ում ակնհայտ է լինում, էլի, որ ոնց որ charger ես մի աշխարհ բանը անել list comprehension-ով, ինչպես նաև ոնց որ այս պստիկ բանի խաթերը ինչի համար ես 3 տող ծախսել, հիմնականում ոնց որ այդ էքստրեմալ դեպքերն է լինում, էլի։ Ուզում ասեմ ոնց որ մեծամասամբ խնդրեմը ավտոմատ լուծում է իրան, էլի, լինելով ուղղակի ոնց որ հասկանալի խնդրեմ, sense ասած։ Էլի հարցեր, ժողովուրդ, ինչ վար։ Չաթում նամակ կա, առաջի գրած ինչը հասկացա, խոսքը SE-ի մասին է ենթադրում եմ, եթե չէ ուղեք ինձ, ստեղ ոնց որ գրում ենք, թե ինչ պետքա պահվի ցուցակի մեջ, այս դեպքում մենք զույգեր ցուցակի մեջ պահում ենք հենց բուն էլեմենտները, այսինքն էլեմենտի քառակուսիները չենք պահում օրինակ, էլի, այս կոդը եթե գրենք, ինքը պահի 16, 0 եւ այլն 4-ի քառակուսի տտ։ Չէ, բայց մենք զուտ ոնց որ ուզում ենք զույգերը պահենք, առանց փոփոխելու դրա համար սովորական i է մնում։ Ներեք, դրա համար ստեղ էլ մեր list comprehension-ի մեջ ստեղ սովորական i է լինում։ Մենք սովորականի for-in list տտ, այստեղ կակաս օրինակը, եթե ուզենք զույգերի քառակուսիները պահենք, կգրենք i քառակուսի for-in list if i տոկոս 2-ը հավասար է 0։ Okay, մի հատ էլ օրինակ բերեմ ու էլի հարցեր կլսեմ։ Մեկ էլ եկեք կիրառենք բանի վրա, string-երի էլեմենտների վրա, ինչու ոչ էլի, դրա հետ էլ վարժվենք։ Այստեղ կարանք ասենք բառերը հավասարով ինչ որ բառերի ցուցակ ունենք, հիմա եթե ուզենանք միտեղ հավաքենք առանց r տառի բառերը, դրա սովորական կոդը լինելու էր for in բառեր, if not r տառը i մեջ հա, բառեր առանց r-ին ավելացրու i, չէ՞։ Սենց r-երով տառերը դուրս եկան։
Հիմա դրա համապատասխան list comprehension-ն էլ կստացվի e for e in բառեր, if not r in e։ Ուղղակի հերթով copy paste եմ արել ամեն ինչ։ Ահա, մի հատ ստեղ էլ դադար, ինչ որ հարցեր։ Okay, Ղևոնդ լսում եմ։ Ջան, այդ բարեր առանցին արդեն դատարկ առանձին լիստեր, չէ։ Հա, ոնց որ զուտ ըստեղ ոնց որ հենց սարքեցինք միանգամից սրան հավասարեցինք, ըստեղ դատարկ սարքեցինք, հատիկ ավելացրեցինք։ Ահա, մերսի։ Դες մերսի։ Էլի հարցեր, ժողովուրդ։ Մուշակ լսում եմ։ Այս մի հատ հարց են սորտի հետ կապված ունեմ, որ անցանք։ Հա, եթե դեմ չեք, այս թեման բրցնենք նոր հետ թռնենք էլի։ Հա, երկե, հա։ Հա։ Էլի հարցեր list comprehension-ներից։ Okay։ Մեկ է ժողովուրդ, մի հատ վատ բան սովորացնեմ, որը որ profound-ում ահագին հեշտացնում է կյանքը։ Մենակ profound-ի տնայիներում է կարելի օգտագործել, շուտ եմ ասել։ Ժողովուրդ, ոնց որ այս ստեղ որ գրում ենք e, այս ոնց որ ստեղ արտահայտություն կարա գրված, պարտադիր չի հենց e լինի։ Կարա լինի օրինակ կլորացրու in, կարա լինի, ասենք, armat e, ինչպես նաև կարա լինի print e։ Կանք հրաման print-ը ֆունկցիա է սովորական, կրանք իրան կանչենք իրա վրա, նույն ձև ոնց round-ն ենք կանչում։ Ֆունկցիաները ինչ են բաման, այդ հետո ֆորմալ կանցնենք, բայց զուտ ոնց որ խոսակցական մակարդակով։ Profound-ում հաճախ լինում է, որ ինչ որ ցուցակ ենք ունենում, այդ ցուցակի բոլոր էլեմենտները պետք է լինում տպել։ Ահա։ Հիմա դա անելու համար մեզ հիմնականում առանձին ցիկլ է պետք լինում կիրառել։ Ասում ենք for in բառեր առանց հրա print e օրինակ, որտեղ profound-ում հենց ոնց որ ուզելու եմ մենք string-եր տպենք, էլի կամ էլեմենտները տպենք, ոչ թե սաղ list-ը տպենք։ Ось տարբերակ է իհարկե, բայց եթե list comprehension-ից ենք օգտվել, մի բան որ կարելի անել, այդ ուղղակի կարող ենք այս list comprehension-ի մեջ միանգամից հենց գրենք print e for in բառեր if տտ, ինքը ավտոմատ է դրա հարցնել կլուծի։ Խի ասա շատ վատ ձև, որտեղ այս print e գրելով, երբ որ մենք տպում ենք, ինքը մեզ ոչ մի բան չի վերադարձնում, չէ՞։ Եթե նայենք թե արդյունքում ստացվող ցուցակը ինչ է լինում, ինքը լինելու է ոչ մի բան, ոչ մի բան, ոչ մի բան։ Այդ ցուցակն է լինելու։ Դրա համար ոնց որ ցանկալի չի, բայց զուտ իմացեք, որ sense բան կա։ Որ կարանք ստեղ ինչ ուզենք գրենք, էլի ոչ թե զուտ գրենք e կամ e քառակուսի ու տենց։ Իսկ թեկուզ profound-ի համար էլ մենք հետո կանցնենք մի հատ թազա ձև ֆունկցիաների դասի ժամանակ, որ կարանք զուտ այդ list-ից առաջ մի հատ աստղանիշ դնենք սկզբում ու ինքը սիրուն կտպի, բայց այդ մասին հաջորդ, երևի 3 հատ հաջորդ դասին։ Okay։ Մեկ էլ անդրադարձ արագագործությանը, այստեղ մի հատ վիդեո է դրած, որտեղ ավելի մանրամասն եմ խոսում։ Հիմա այս list comprehension-ների հավեսը այնա, որ իրանք ոչ միայն կարճ են, այլ նաև այն դեպքերի համար, երբ ուզում ենք ինչ-որ ցուցակի մեջ sense 0-ից ինչ որ էլեմենտներ հավաքենք, այդ դեպքի համար իրանք ավելի արագ են նույնիսկ։ Այստեղ մի հատ ինչ որ ցիկլի սովորական տարբերակն է գրած ու բանով տարբերակը, ինչ անում, list comprehension-ով տարբերակը ու իրանց ոնց որ ներքևի տակի մակարդակի վրա կոդերն է գրած, ինչ է կատարվում, աշխատում է for iter հրամանը, store fast, երկուսն է աշխատում։ Ինչ է տեղի ունենում դրանից հետո։ Load fast, այն ներողություն, սխալ է, շատ սխալ որոշում եմ կոճակի վրա կտցնելը։ Օպա։ Load fast, այս ամեն ինչը նույնն է, հետո ինչ է տեղի ունենում սովորական դեպքում։ Append-ի համար ասում ենք load method, load fast, recall, call։ Այս 4 բանն է աշխատում։ Ինչը հիմա էական չի մեզ։ Նայենք տենանք ինչ է աշխատում բանի մեջ։ Հետո գայս է, ու մեկ հետո pop top ու jump backward, load fast ու return value։ Ստեղ ինչ է տեղի ունում, վերջում էլի կա return value, jump backward-ը,
չկա այս load fast-ը։ Բայց այս կտորը, այսքանը, ըստեղ որ 5 տող է, այստեղ մի հատիկ list append մեթոդ հրամանը։ Այսինքն կոնկրետ list compression-ների համար այդ list compression list-ի մեջ էլեմենտներ հավաքելու համար առանձին մի հատ հրաման է սարքած։ Հենց կոնկրետ է դրա համար, հենց այն նպատակով, որ ինքը ավելի արագ աշխատի։ Ուստեղի այս 5 տարբեր հրամանի աշխատանքը փոխվել է ստեղի մի հատով։ Այս չի նշանակում իհարկե, որ ինքը 5 անգամ ավելի արագ է։ Ռեալ ոնց որ կարա շատ չզգացվի նույնիսկ իր արագագործության տարբերությունը։ Ասենք, այս իմ կոմպի վրա աշխատելով կարող է նույնիսկ ոնց որ հիմա այս մեկը նրանից ավելի դանդաղ բերի։ Ասենք տեսնենք ոնց է անում։ Բայց զուտ ոնց որ ընդհանուր առմամբ list compression-ը ունեն իրենց հաճելի բանը, որ այդ էլեմենտը լցնելու կոմպոնենտը միանգամից ավելի արագ է աշխատում։ Հա, հարություն լսում եմ։ Այստեղ որ կողքը գրված է, այդ մի քիչ կբարձրացնես վերև։ 4-16 1 ու տեն շարունակ էլի, մեկ էլ մյուս կողմի վրա։ Տեղ դա ի՞նչն է նշանակում։ Մեկ էլ եթե ինչ որ մեկը մյուսից ինչ որ քանակությամբ արագ է աշխատում, օրինակ 5 անգամ, այս դեպքում ոնց է դա հաշվարկում, ինչ որ միջինն է, այսինքն շատ անգամ փորձարկում է արվել, դրա հիման վրա ոնց որ եզրակացության են եկել, որ այդ դեպքում ավելի արագ է ցանկացած այդ տիպի գրված կոդ 5 անգամ։ Հա, չէ, ես ոնց որ հակառակն եմ ասում էին նես չի 5 անգամ ավելի արագ է աշխատում։ Ընդհանուր այդ տեղին հարցան, ընդհանուր առմամբ ոնց որ ես առնվազն ոչ մի պնդում չգիտեմ, որ ասի այսքան անգամ ավելի արագ է աշխատում, որովհետև ահա որ կախված է լինելու կոդից, էլի։ Այնտեղ կարա լինի, ասենք, լիքը կոդերի հավաքածու, այդ լիքը կոդերի հավաքածուի համար լիքը անգամ աշխատացնեն, միջինացնեն արդյունքները ու ինչ որ տենց այտենց մի հատ ինչ որ արդյունք տան, ռեզուլտատ մեզ պատմեն արագագործության տեսանկյունից, ես տեղյակ չեմ այտենց բանի մասին, զուտ չեմ փորփրել, ոնց որ այստեղ ես շատ թեթև պնդում եմ ուզում անեմ, էլի, զուտ ուզում եմ պնդում անեմ, որ list compression-ների համար այդ էլեմենտ ավելացնելու process-ի համար հատուկ գրած հրաման ունեն իրանք list append, որը փոխարինում է այս մի քանի հատ ուրիշ հրամանին ընդհանուր առմամբ կոդի դեպքում, ոչ թե ոնց որ այստեղ այսա գրած է հստակ մի հատիկ ինչ որ մի քանի տողանոց կոդի համար, բայց ընդհանուր առմամբ էլեմենտ ավելացնելու process-ը ավելի արագ է աշխատում։ Ինչքանով շատ կարևոր չի, որտեղ ոնց որ այստեղ բերված այն արգումենտը, որ ուզում եմ բերեմ այնա, որ ավելի կարճ գրելաձևի օգտվելով մենք նես չի կորցնում ենք արագագործության մեջ։ Այսինքն ինքը հաճելի ու օգտակար բան է, նես չի, ուղղակի հաճելի է, բայց օգուտ չկա դրանից, էլի։ Ոնց որ շատ թեթև պնդում եմ ուզում արած լինեմ, էլի։ Իսկ առաջի կետի հետ կապված էս 23 թու 84 տտս թու 16 ինչեր են, չեմ հիշում։ Անկեղծ է դա պատասխանը, կարելի է այս նյութը նայել, այդտեղ շատ ավելի լավ կբացատրվի ու կարճ վիդեո է, էլի նենց է։ Այսինքն 100%-ով վստահ չեմ, այդտեղ բացատրում էր թե չէ, շուտվանից վիդեոն չեմ նայել, բայց հաստատ ավելի շատ հաստատ կամ կամրապնդվի կամ ավելի լավ կսովորեք այս պահը, քան իմ հիմիկվա բացատրածով, էլի։ Հենց որ վիդեոն խորհուրդ կտամ, ոնց որ թե հարցերին պատասխանեցի, եթե չէ, ասեք։ Հա, հրաժ լսում եմ։ Ես ուզում եի ճշտել, օրինակ list compression մենակ for secret-ի համար աշխատում, թե օրինակ while-ի համար էլ կարանք այնպես գրենք, որ աշխատի։ Այդ հետաքրքիր հարց է, ոնց որ while-ի դեպքում մենք ստեղ էս for-ով աշխատելուց, list compression-ով աշխատելուց մենք ասում ենք կոնկրետ i ու ասում ենք այդ in որտեղ է տեղի ունենում, այդտեղ որ ինչ արժեքներ է ընդունում, ինչ արժեքների, այսինքն ինչ արժեքների վրայով պետք է անցնենք, որ այս i-երը health-ով կառուցենք, ասում ենք օրինակ for in, հա լինի քառակուսի, որ տարբեր բան լինի, in ինչ որտեղ, հիմա եթե while-ով մտածենք ինչ է կարելի անել, այստեղ պետք է ասենք while ու ինչ պետք է ասենք while պայման, ասենք, չգիտեմ, in փոքր է 5, հետո ինչ պետք է անենք, պետք է ասենք, որ in 1-ով մեծանում է, ոնց պետք է անենք, էլի, որ գրելաձևի տեսանկյունից խելամիտ լինի, պատասխանը այն է, որ ռոձի ոչ մի տենց
սիրուն գրելու ձև չկա, էլի, որ համ ասենք ինչեր ենք ուզում հավաքենք, համ ասենք այդ ինչքան ժամանակ ենք ուզում աշխատենք, համ էլ ինչ-որ բան անենք, որ ի վերջո այդ ստոպի կրիտերիային հասնենք, էլի։ Այդ այնպես բան կազմակերպելը ոնց որ զուտ երևի նույնիսկ ոնց որ երբեք կարիքը չի եղել այնպես բան ավելի կարճ դարձնելու, դրա համար while-երի համար comprehension չունենք ուղղակի։ Հա, մեկ էլ ստեղ փոքր նշում անեմ, որ կակրաս այս մի հատիկ օրինակի համար այս կոմպի վրա բանը ավելի երկար աշխատեց, list comprehension-ը ավելի երկար աշխատեց, այս կակրաս շատ լավ օրինակ է, որ ոնց որ նես չի հստակ ասում ենք սա ավելի արագ է աշխատում։ Okay, ասում ենք, որ սա ունի իր համար սարքած առանձին մեթոդ ISS քայլեր անելու համար, որը ավելի լավ է գրած, քան այս բոլոր ամեն ինչը, որտեղ հատուկ իր համար է գրած։ Բայց ոնց որ ավելի ուժեղ պնդում չենք կարող անենք, էլի։ Ճիշտ ես չեմ կարող անեմ ավելի ուժեղ պնդում։ Հա, էլի հարցեր ժողովուրդ։ Լավ։ Եկեք մի հատ օրինակի վրա նայենք, այս էլի ընդդեպքից է լինելու, որ էլի այս նույն դեպքա լինելու, որ ես խորհուրդ չէի տա դա բանով անել, list comprehension-ով անել այդպես բանը, բայց ուղղակի վարժվելու համար նայենք, պատկերացնենք ունենք ոնց որ մի հատ ցուցակ, այստեղ profound-ի ավելի մեծ քան նախորդը խնդիրն եմ դրել, խնդիրը նրա մեջ է, որ վիզիոներ ենք գցում, ու ուզում ենք հասկանանք, թե քանի օր է եղել, որ վիդեոն նախորդ օրվա վիդեոից ավելի շատ դիտում է ստացել, ասենք այստեղ այս երկրորդ օրը մտել ենք, այս 40-ը 10-ից մեծ է, ավելի շատ դիտում ենք ունեցել, ուրա, 23-ը 10-ից մեծ է, բայց 40-ից մեծ չի, այսօրը չենք ուրախացել, 500-ին է, այսօրը ուրախացել ենք, որովհետև 23-ից մեծ է, 4 չենք ուրախացել, իսկ մենք ուրախացել ենք այս 40 ու 500-ը դիտում ստացած վիդեոների ժամանակ, եկեք փորձենք գրել ծրագիր, որ կպահի այս 40-ը ու 500-ին։ Սովորական ձևով ինքը լինելու է ասենց։ Լավ վիդեոները հավասար է դատարկ, for in range len list -1, ինչի -1, որտեղ մենք ուզելու ենք համատենք in ու i + 1-ը, ու եթե այստեղ -1 չգրենք, այս 4-ի ժամանակ ինքը գալու է, ասելու է 4 ու 4-ից հետո եկողը, որը չկա։ Այս -1 չգրելը բերելու է ինդեքսի խնդրի։ Այդ հետո այստեղ գայս է պայման, եթե list-ի գումարած 1-ը մեծ է list i-ից, լավ վիդեոներին ավելացրու list-ի գումարած 1։ Այսինքն մի հատ կոդ է լինում։ Հիմա ով կփորձի սա թարգմանի list comprehension-ի։ Գալյան օր ձեռքեր։ Մշակ լսում եմ։ Հա, փորձեմ, սենց ասեմ, չգիտեմ ինչքանով ճիշտ կլինի։ Առաջինը պետքա գրենք ինչ ենք ուզում ստանալ, չէ։ Լավ վիդեոները հավասար է։ I List-ի մեջ, չէ։ Հա, list-ի մեջ, հա, I, հետո in range len lst -1 Կներեք հարևանը սկսեց ռեմոնտ անել, մի հատ կասեք։ Հա, in range len lst -1 Հա, այս տողը, չէ, for in range։ Այսինքն ոնց որ copy paste ոնց որ ասի, այդ նույն ձևով։ Հետո մյուս տողը, մի հատ կասեք։ հետո հաջորդ տողը if lst i + պայման, այսինքն if-ի ու վերջինը այդ լավ վիդեոները append էդի։ Վերջում ինչ։ Լավ վիդեոներ append last i + 1 Չէ, այս վերջի պահը չեղավ, ու իրական մի քիչ սկզբում սխալ կա։ Հələ տեսնենք կկանոնը։ Ամբողջական լինի, դա չպետք է անենք, որ ամբողջական լինի կոդը։ Չէ։ Այսինքն վերևինին համահունչ։ Հա, բայց ուրիշ բան պետք է փոխենք, որ համահունչ լինի, էլի։ Մի հատ էլ ուրիշներին էլ լսենք։ Okay։ Հա, մերսի ես քանի համար։ Լևոն, լսում եմ։ Այդ i փոխան list-ի + 1-ը չպետք է լինի։ Ահա, ճիշտ է։
մենք հավաքում ենք այս list i + 1-երը, չէ՞։ Այսինքն n ինչը փենդ է արվում, այս սա է, չէ՞։ Դա համար հենց սա պետք է ստեղ գան գրենք։ Ահա։ Ու էլ փենդի հարցը չի լինում, որովհետև հստակ գրել ենք, թե ինչերն է, որը փենդ է արվում։ Ահա։ Ուհա, ու ճիշտ է։ Արդյոք սա լավ ծրագիր է, ես չէի ասի։ Ոնց որ այդքան էլ հարմար չի սա կարդալ, էլի։ Հա, ճիշտ է, ճիշտ է, ուղղակի մի հատ for-ա ու մի հատ if-ա, բայց հենց իրանք իրանց մեջ էլ նենց չի տենց։ Ահա որ պրիմիտիվ են, էլի, դրա համար չարժի ուղղակի, էլի։ Հա, հարցեր ինչ որ սրանից։ Okay. Մեկ էլ սենց մի հատ փոքր նշում, թե ոնց կարանք օգտագործենք տերնարի օպերատորները բաների հետ միասին։ Հա, ժորդ, մեկ էլ մինչև եթե այս ոնց որ ուղղակի ամբողջականության համար ասեմ, եթե ուզում ենք մի քանի if ստուգենք, կարանք օրինակ ստեղ եթե ասենք ստեղ մի հատ էլ ուրիշ if-ա գրած, կարանք ասենք if list i ու հետո մի հատ էլ հաջորդը, այսինքն իրար հետևից ուղղակի դնենք։ Նաև եթե ինչ որ երկու հատ for-ա, կարանք այդ for-երը իրար հետևից ստեղ գրենք, այսինքն list comprehension-ը թույլ է տալիս այտենց բաներն էլ լրիվ անել, բայց էլի թույլ է տալիս չի նշանակում որ պետք է անի։ Անտանելի զզվելի անընթեռնելի կոդեր է դառնում, էլի, երբ որ մի տողով ինչ որ լիքը բան ենք անում։ Հա։ Մենակ մեկ էլ ուրիշ բան որ կուզեմ նայենք, դա նա ոնց կարանք տերնարի օպերատոր ու list comprehension իրար միացնենք, բայց սա էլ ավելի շատ ոնց որ սպորտային հետաքրքրությունից ասեմ, շատ չենք խորանա, որտեղ շատ խոր չեմ տա օգտագործել։ Եթե ասենք ունենք մի հատ ցուցակ 1-ից 5 թվերի, մենք ուզում ենք մի հատ ցուցակ տանք, որտեղ կգրվի ամեն մեկը կենտա թե զույգ, այդ դրա մոտեցումը սենց է։ Սկզբում ոնց որ գրում ենք այդ մեր արժեքը, որ պետքա պահվի, այսինքն պետքա պահվեր մեր մոտ կենտ, եթե in մենակ մնացած 2 հավասար 0, եկեք հակառակը գրեմ, որ ավելի նախորդի նման լինի։ Զույգ if i մնացած 2-ը հավասար 0-ի, else կենտ, այստեղ ուղղակի պետք է ասենք for i in list, որտեղ իր բացված տարբերակով գրածը սա պետք է լիներ, for i in range 1-ից 6 կամ ճիշտ in range list, նենց գրել եմ, ստեղ էսենց գրեմ, չնայած սենց ավելի վատ է։ If i մնացած 2-ը հավասար 0 list կտպեն տտտ, նա այս է եթե list comprehension-ով գրվեր, կլիներ այսենց, զույգ if տտտ, ու կստացեր մենք list-ին append ենք անում այսքանը, համար list comprehension-ով էլ ավտոմատ ստացվում է այսքանը ստեղ, հետո մեր ցիկլը։ Բայց էլի եմ ասում, ոնց որ ավելի լավ է բացված տեսքով գրել սենց բաները։ Ինչպես նաև ոնց որ ես ժամանակին նյութի մեջ տալիս էին ներդրված list comprehension-ներ, նաև profound-ում կա սրա համար տեսությունը խնդիրներ, որ ասենք երկու հատ ցիկլ ենք պատտվում, ուզում ենք դա list comprehension-ով անենք։ Հնարավոր է, կարանք անենք։ List comprehension-ը ներդրված բան անող։ Չարժի, բայց ժողովուրդ, շատ ավելի դժվար կարդացվող է։ Ես նյութի մեջից սա չեմ ջնջի, եթե ինչ-որ մեկը ուզում է կարակ թերթեք, բայց պրակտիկայում, եթե ինչ-որտեղ ներդրված list comprehension գրեք, ընտրում եմ գոնե մի ասեք, որ ինձանից եք սովորել դա, կարակ ասեք իհարկե, բայց նես ինչ-որ մեկին, նա в общем, կարճ ասած, ոնց որ հավես բան չի։ Ու իրականում list comprehension-ներից էլ այսքանը ժողովուրդ հարցեր ինչ որ հենց list comprehension-ներից ընդհանուր հարցերը վերջում կլսեմ։ Okay, մի հատ տնային ասեմ, կարող է այդ ընթացքում հարցեր ձևավորվի։ Հետո իհարկե բան կանեմ, ոնց որ այս կայքում նյութը կդզեմ, այն սովորական ստրուկտուրայի կբերեմ ու բան, մեջը հստակ գրված կլինի տնայինները, բայց ոտի վրա մի հատ ասեմ, հələ դար profound-ով վարություններով ենք անում, ինչ որ պայից հեսա շուտով կպրծնի profound-ն էլ, կգնանք ավելի ընդհանուր խնդիրներին։ Հա, տնայինն է, բաժին 22 մինչև 8-րդը,
այսինքն մինչև ներդրված list compression-ները։ Ով կուզի կարա շարունակի ավելի շատ անի, բայց շատ առաջնային չի։ Հա, այս list compression-ներից ու մեկ էլ բաժին 19-րդը տողերի ու զանգվածների հետ աշխատանքի մասին, այդ list string մեթոդները։ Արանքում կա մի հատ 20-րդ բաժին, որը ներդրված ցիկլերի մասին է, էլի ոնց որ շատ առաջնային չի, եթե կուզեք, արեք։ Այստեղ ոք ինչ որ խնդիրներ կա, որոնք որ ավելի շատ բանի տեսանկյունից են հետաքրքիր, էլի։ Հենց որպես խնդիր են հետաքրքիր, ոչ թե Python սովորելու համար։ Եթե դες տես բաներ դուր ա գալիս, ժամանակ հատկացրեք։ Բայց ոնց որ ես սենց ասած, ես որպես պարտադիր տնային ասում եմ զուտ բաժին 19 ու 22-ից մինչև 8-րդը։ Ու իհարկե, եթե բաներ ունեք պարտքեր կուտակած նախորդներից, փորձեք լրացնել, էլի։ Այդ ոնց որ մշտական տնային որպես համարեք։ Պարտքերը լրացնելը։ Okay, հիմա ոնց որ ամեն ինչից հարցեր, ցանկացած հարց։ Արագ են սորտի հարցնել հիմա ասեք։ Հա, մշակ լսում եմ։ Այդ սորտի հետ կապված ոնց որ էս այդքան էր բանը, մեծ սխալ է բանը պատկերացնում էլի։ Մենք գրենք օրինակով նայենք, եթե ես ճիշտ էի բան անում, թե չէ, որ ինքը ըստ աշման կարգով է։ Դե էսի մոտ ոնց որ գրեցի, մեծ սխալ բան արեց էլի այդ հերթականությունը։ Ինքը աճման կարգով է թվերը բանանում։ Ճիշտ ասած չգիտեմ ոնց որ ուրիշ ոնց կարամ սա ցույց տամ։ Եթե ասեք կոնկրետ ինչն է խնդիրը եղել ձեր, ոնց որ կոնկրետ ինչ ծրագիր եք գրել, որ խնդիր ա տվել, կփորձեմ օգնել, բայց Ես փորձեցի մտ Google Colab-ով ինքը ոնց որ բան ըստ հերթականության չէր դրա համար, այսինքն ոնց որ ասած պետքա մինուսը կա ամենասկզբից ու աշման գնա, չէ՞։ Տենց ոնց որ ինչ-որ շեղում էր տվել դրա համար, ուզում եմ իմանալ մոտ էր սխալ է թե։ Ինչ թվում է սորտ դրանից ճիշտ սխալ չի։ Հա, աշման կարգով ուրեմն մոտ ինչ-որ մի բան են չի եղել։ Հա։ Okay, մեկ էլ ստե որ ինքը տակը աշխատանքը վարկաներով ցույց է տալիս, այդ ոնց կարող կանենք մեր մոդել ցույց տա։ Այդ ոնց որ հենց այս Visual Studio-ի բանն է, գործիք է։ Որ բան պետք է նստացնենք, հա, բանում extension-ում։ Կախված է թե ինչից եք օգտվում։ Եթե սովորական Jupyter Notebook-ից եք օգտվում, հա, այնտեղ extension կար, անունը չեմ հիշի արդեն։ Եթե Google Colab-ից եք օգտվում, եթե չեմ սխալվում, այդտեղ էլ էր ցույց տալիս, բայց չեմ հիշում արդեն։ Ոնց որ պետք է կոնկրետ ձեր օգտագործած գործիքի համար Google-եք նայեք, էլի։ Հա, ըստ դրան ենք։ Okay։ Հա։ Մեկ էլ մի հատ էլ հարցնամ, մենք մյուս շաբաթն էլ ենք, չէ՞, անելու այս նույն ձևաչափով, նույն շաբաթ օրը այս ժամին։ Չէ, վստահ չեմ, դրա հետ կապված հետո կհայտարարենք։ Ուզում եմ խնդրել, եթե անելու ենք մյուս շաբաթ գոնե հնարավոր է ժամը մի ժամ շուտ անենք 11-ին սկսենք, որտեղ այսօր ես այտենց դժվարությամբ միացա, էլի։ Այսինքն եթե անենք 11-ից 1 անենք, ոչ թե 12-ից 2-ը, եթե մյուսներն էլ հարմար կլինի, էլի։ Դժվար թե ինձ երևի անհարմար է դա լինելու։ Ու նաև բան, ոնց որ այսօրվա էքսպերիմենտը ինձ այդքանը դուր դեռ չի եկել, որովհետև հիմնականում 50 հոգի է կպնում, այսօր մի 25-ի կարգի է կպը։ Ես մտածում եմ կարա ինչ-որ չափով դա օրով ժամով պլանավորված լինի։ Հա, այսօր օրինակ այս բանը դժվարությամբ կարողացա միանալ, այս ժամը հարմար չէր իրականում, որովհետև որ միշտ մեր եղել է 3 օր ֆիքսված, այս օրերը ուրիշ բաներ կա պլանավորած, դժվար է, էլի, ոնց որ հավելյալ հարմարացնել։ Բայց գոնե 11-ին ինչ որ չափ ինձ հարմար կլինի, էլի, որ հասցնեմ մինչև 1-ը գործերս ավարտեմ, տենց ասեմ։ Հա, հասկացա, բայց 11-ին հարմար չի։ Ահա, տեսնենք, ոնց որ կջոկենք, հələ 4-շաբթին ունենք նախտ, սովորական ավանդական ժամի։ Հա, չէ, ուղղակի խոսք գնաց, հարցրես միանգամից տան վերջացնեմ, որ մյուսներն էլ տան այդ ամբողջը իմաստել է։ Հա, լավ արիք։ Հա, okay։ Մերսի շատ։ Բարի, ձեզ մերսի։ Նարին էլ ասում եմ։ Հայտյան, այդ նույն սորտի հետ կապված ինքը հենց բանը լիստը փոխեց, չէ, եթե չեմ սխալվում, այս A սորտ որ արեցիք, հենց ինքը լիստը փոխում է, չէ, սորտավորված լիստ է դարձնում։ Այդ լավ նկատառում է։ Հա, իմ հիշելով մի հատ էլ կար, որ պրոստը անում էր, տպում էր, ոչ թե տենց բաներ անում։ Դել sorted անա։ Հա, լավ, հա։ Հիշում եմ, որ տես մի բան կա, բայց չի հիշում ինչ էր։ Հա, սա ոնց որ աննույն ձևա պահում, էլի։
Հա, մեկ էլ մի բան էլ հարցնեմ, այդ profound-ում, որ ուզում ես ենթադրենք ուրիշի լուծումն էլ տեսնես, չգիտեմ, օրինակ ինձ հետաքրքիր է լինում ուրիշը ինչ ձևի կա, ավելի օպտիմալ լուծում անում։ Ոնց այդ submissions-ների մեջ մտա նայեցի, բայց չբացեց։ Այդ Դե մեջ։ չեք լուծել խնդիրը։ Չէ, լուծել էի, կակրած լուծել էի, որտեվ նենց вообще չի բան թողում։ Տենց էլի մարդկանց անուն բերես, բայց լուծումները չբերես, տենց չիմացա այդ որտեղից նա կարելի է նայել։ Սենց որ կտցնրել եք չի բացել։ Չէ, կարող կամ ես եմ կարող սխալ բան արել, չգիտեմ, բայց լուծել էի հաստատ խնդիրը, որտեվ նենց ընդհանրապես բան չէր անում, էլի։ Հա, Ոչ չէր թողում։ Հա, տենց այս ոնց է։ կողմն էլ լավ, հələ կփորձեմ մի հատ նորից անեմ։ Ինձ կոնկրետ հետաքրքիր է լինում, էլի այդ մասը։ Այդ լավ բան է ուրիշների կոդերը նայել է, դա ես շատ խորհուրդ եմ տալիս լուծելուց հետո։ Հա, դե կարող ավելի օպտիմալ լուծում կա, տենց շատ Միանշանակ, հա, միանշանակ։ Չգիտեմ, այդ հետաքրքիր բան եք ասում իրական։ Կարեք մի հատ սկրինշոտ անեք, ուղարկեք, եթե։ Ավելի ես հա մի հատ կբզբզամ, մեկ էլ այդ խնդիրների հետ կապված, որ ասել եք այն բանը լրացնենք, ուղարկենք, ես ուղարկել էի, այնտեղ սյոժը կա երկու խնդիր, որ կուզենայի, չգիտեմ, վիդեոները լիներ կամ բան լիներ, ինչ որ լուծում, ինչ որ մի ժամանակ լուծենք, հավես կլինի, էլի։ Թեկուզ ես վերջի մեր խնդրի 13-ն էր ոնց որ 13-րդ խնդիրն էր։ Մեր վերջի տնայինի, վերջի ցուցակով վերջինի 10 վերջինը։ Չեմ հիշում Հա, պրոստը։ հա, չէ, մի խոսքով, այս բանը չանքել նայ շատ բան չի, Հա, բայց այդ գրածներ, եթե հնարավոր լինի, կոնկրետ ես երկու հատ էի գրել, եթե էլի մարդիկ կլինեն կամ եթե կունենաք լուծումները, կուզենայի ես տեսնել, որտեվ ես անում եմ, վրոզի ծածկում է, բայց վերջում submission չի լինում, ինչ որ երևի ինչ որ օրինակ բան չի անում։ Հա, էսա 18-ի 13-ը գրեցին երեխեքից։ ոնց որ մենք այս հապալասի այս մեկը դաժե նշումով գրել էի, որ սա կարող անտեսեք։ Այս մեկը ոնց որ մի քիչ վերևոր դաժան խնդիր է ինձ թվում է, էլի։ Այս հուշումներից արժի սրա համար օգտվել, բայց նաև ես կարամ բան անեմ։ Կոդը սրա լուծումի կոդ ուղարկեմ ինչ-որ պահի։ Հա, իսկ վիդեոների հետ կապված էլ բան եմ, ես ոնց որ ուզում եմ մի քիչ հավաքվի, որ մի քիչ ընդհանուր հասկանանք, որոնք են հետաքրքիր, որոնք են պետք։ Այս պահին 5 հոգի է լրացրել, 5-ից 3-ը խնդիր չեն լրացրել, ուրիշ հարցերի են պատասխանել։ Իսկ 2 հոգի ամենակ ասել, թե ինչ խնդիր է ուզում, ու 2 հոգին են, մեկը դուք եք, մյուսն էլ էլի 2 հատ խնդիր ամենակ առաջարկել։ Այսինքն մենք հələ դեռ լավ չենք էլ պատկերացնում, էլի, որ խնդիրներն են, որ պահանջված են տենց շատ։ Ու ժողովուրդ, ոնց որ եթե կարծիք չհայտնեք, կարծիք հայտնողների բանով է ավտոմատարվելու, էլի, այսինքն մենք կհասկանանք, որ բոլոր միակ պահանջված խնդիրները, որ պետք են, այդ Նարինեի ու մյուս լրացնողի ասածներն են, ու իրանց կսարքենք, ու այդ մարդկանց օգտակար կլինի, ձեր խնդիրները կմնան, որովհետև դուք չեք պատմել ձեր խնդիրների մասին, որ ուզում եք վիդեո լինի։ Ոնց որ ձեր քյարից է գալիս, էլի, բռնել տենց բաները լրացնել նշել։ Կուզեք կանեք, արեք, չեք ուզեի մի արեք, մենք չենք ստուգելու կամ չենք իմանալու ով է արել, ով չի արել։ Զուտ որ ոնց որ բարի խորհուրդ որպես էլի, ասենց ասած։ Okay, Հայկ լսում եմ։ Հայկ ջան, այդ profound-ում ուզում եմ իմանամ իմ անունը կա գրած թե չէ, որովհետև ես ոնց որ առանձին եմ բացել profound-ը, չգիտեմ կա թե չէ, տեղերևում է թե չէ։ Ոնց որ հա բոլորին է ոնց որ ով օգտվում է profound-ից, իրանց երևում է, ոնց որ կարող մենք հստակ չիմանանք, որ հենց կոնկրետ սա դուք եք, որովհետև անուն ազգանունով չի ձեր մոտ գրանցած, բայց ձեր կոդերը այստեղ կլինեն, էլի։ Հա, հասկացել եմ։ Մերսի։ Այսպես բաները շատ եմ սիրում։ Ինչ որ մարդու մոտ ցենց լիքը սխալների շարք է, հետո վերջում ստացվում է։ Այս այն որ շատ օրինակելի բան է, էլի։ Ահա բզբզալ փորձել ուղղակի։ Էլի հարցեր, նշումներ, ցանկացած բան, ժողովուրդ։ Տերմինալ այսօր չենք անի, այդ կմնա հետո, այդ ոնց որ այսօր նաև ինձ հա ոնց որ չերը սազում այսօրվա հետ։ Ուղղակի մտածել էի ազատ ժամանակ կմնա, ինչ անեմ, դե դա անեմ, այդ պրինցիպով էր։ Հետո կուսումնասիրենք դա։ Այսօր արդեն եթե ձեր մոտ հարցեր չլինի, շաբաշ։ Հարություն լսում եմ։
Բայց օրինակի համար Profound Academy-ի այդ ինտերֆեյսը մի քիչ հարմար չէ այն առումով, որ եթե օրինակ VS Code-ով են գրում կամ PyCharm-ով, այդ դեպքում ավելի ոնց որ հարմար է լինում, սխալների, error-ները ու մնացածը ոնց որ ավելի լավ է, էլի ցույց տալիս, քան ստեղ։ Բացի դրանից, որ խնդիրների մեջ ոնց որ մի խնդրի ուզում ես նորից անդրադառնաս, պետքա, չգիտեմ, հիշում ես օրինակ անունը ինչ որ հենց տվյալների տպում օրինակի համար էլի, բայց ինչ որ poisk չկա էլի, որ նորից գրես, ստիպած հենց հերթով մկնիկով անցկացնում ես, մինչև որ գտնես որ բաժիներ, նորից հետ գնաս, այդ գտնես ու տենց էլի։ Հա, առաջի կետի հետ կապված ոնց որ ստեղ է լավ, պրինցիպի նույն error-ի նամակը բերում է, թե ինչ որ բան սխալ է, բայց դե հա, ոնց որ ես անձամբ, ասենք, գործի համար կոդ կյանքում Profound-ով չեմ գրի։ Հա, մենակ օրինակ այդ եմ տեսել բացասական։ Հա, իսկ բանի հետ կապված, search-ի հետ կապված, այդ ոնց որ շատ տեղին նշում է, կարաք այստեղ որպես private comment գրեք, ոնց որ բան, կարաք նշում գրեք, ասեք ես կուզեի լինի տտտ, ու սա սովորական մարդիկ չեն տեսնի, բայց հենց Profound-ի հիմնադիրը սա կտեսնի, ոնց որ խաբար կլինի, որ մարդիկ sense բան են ուզում ու հաշվի կառնի, էլի։ Հա, LinkedIn-ում գրել եք, հա, շատ լավ է։ Հա, ճիշտ է, հիշում եմ, որ տեսել էի տենց։ Հա, հիշեցի։ Հա, հուսանք տենց բաներ կավելացնեմ ինչ որ պահի։ Ուրիշ բան չեմ կարող ասեմ այս թեմայով։ Էլի հարցեր կամ ցանկացած բան, ժողովուրդ։ Okay, դա լավ, դա դեպքում այսօր այսքանն է։ Չաթին ուշադիր եղեք բանի հետ կապված, որ իմանաք, հարց-պատասխանի հետ կապված, հարց-պատասխանի դասի հետ կապված էլի։ Ու մենք էլ կհանդիպենք բան չորեքշաբթի։ Այսրա հետ կապված գործնական իրականում հաստատ վստահ չեմ, կանենք թե չեմ։ Կարողա չանենք, զուտ հետո ընթացքում ուրիշ տեղեր սրանից բաներ օգտագործենք։ Երևի չորեքշաբթին շատ այս բանը շատ հակված եմ, որ չորեքշաբթի կլինի լեկցիա, առնվազն մասամբ կլինի լեկցիա ու կսովորենք բան թազա տվյալների տեսակներ, tuple, set ու dictionary։